Գալա երեկույթի ժամանակ մի հղի կին դաժանորեն խայտառակվում է լուռ հանդիսատեսի առաջ։ Հրապարակավ նվաստացված նա հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության պայմանագիրը, որը խորհրդանշում է իրեն այդ ընտանիքից վտարելը։ Բայց այն, ինչ ոչ ոք չէր սպասում, իրադարձությունների այնպիսի շրջադարձ էր, որը բոլորին ծնկի կբերեր նրա առաջ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Անահիտը նայում էր իր արտացոլանքին ննջասենյակի հայելու մեջ, ձեռքերով նրբորեն շոյելով որովայնը, որն արդեն հստակ ցույց էր տալիս հղիության 7-րդ ամիսը։ Մուգ կապույտ զգեստը, որ նա ընտրել էր այդ հատուկ երեկոյի համար, կատարելապես համապատասխանում էր նրա կազմվածքին, էլեգանտ ու զուսպ, ճիշտ այնպիսին, ինչպիսին ինքն էր միշտ եղել։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, մի քանի մազափունջ ազատ ընկած շրջանակում էին նրա նուրբ դեմքը։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել նյարդերը, որոնք համառորեն ի հայտ էին գալիս ամեն անգամ, երբ մտածում էր մի քանի ժամից կայանալիք գալա երեկույթի մասին։ Երանում ապրիլյան գիշերը մեղմ էր, բաց պատուհանից թեթ զեփյուռ էր փչում։ Անահիտը լսում էր ներքում հյուսիսային պողոտայի անդադար շարժը, այդ երբեք չքնող քաղաքի անվերջ բաբախյունը։ Նա այս բնակարան էր տեղափոխվել 3 տարի առաջ, երբ Արմանը խնդրեց իր ձեռքը։ Այն ժամանակ ամեն ինչ հեքիաթի էր նման։ Նա ուշադիր էր, քնքուշ, միշտ ստիպում էր իրեն յուրահատուկ զգալ։ Բայց հեքիաթները, ինչպես Անահիտն ամենացավոտ ձով էր սովորել, հազվադեպ են դիմանում իրականության հետ շփմանը։ Արմանն այդ պահին մտավ սենյակ, ուղղելով սպիտակ վերնաշապկի թքերը։ Նա անթերի տեսք ուներ, ինչպես միշտ։ Մուգ կապույտ կոստյումը կատարելապես համապատասխանում էր նրա աչքերին, իսկ սմազերը գելով հետ էին սանրված։ 35 տարեկանում Արման Մանուկյանը համարվում էր Երանի ամենացանկալի փեսացուներից մեկը, մինչ Անահիտի հետ ամուսնանալը։ Սաթենիկ Մանուկյանի երկրի խոշորագույն հոլդինգներից մեկի Մանուկյան գրուպի տնօրենների խորհրդի նախագահի որդին, Արմանը մեծացել էր շքեղության բարձր ակնկալիքների մեջ։ Անահիտ, դու հիասքանչ տեսք ունես, ասաց նա, բայց ձայնը հեռու էր հնչում, մեխանիկական, կարծես անգիր արած տեքստ կարդար։ Շնորհակալ եմ, մեղմ պատասխանեց Անահիտը, հայելու միջով հայացքները հանդիպեցնելով։ Դու նույնպես շատ լավ տեսք ունես։ Արմանը կարճ գլխով արեց ուշադրությունը դարձրեց իր ձեռքի ժամացույցին, Rolex-ին, որը մայրը նվիրել էր իր վերջին ծննդյան օրը։ Լիմուզինը կժամանի 20 րոպեից։ Մայրս այսօր 3 անգամ զանգել է, ճշտապահություն պահանջելով։ Գիտես, թե նա ինչպիսին է։ Այո, գիտեմ, մրմնջաց Անահիտը, կրծքում սեղմոց զգալով։ Սաթենիկ Մանուկյանը միայն ճշտապահության հարցում չէր պահանջկոտ։ Նա պահանջկոտ էր այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերում էր ընտանիքի իմիջին, Անահիտը ի սկզբանե երբեք բավականաչափ լավը չէր համարվել Մանուկյան ազգանունը կրելու համար։ Անահիտը Արմանին հանդիպել էր Երանի պետական համալսարանում կազմակերպված կառավարման գիտաժողովի ժամանակ, որտեղ նա ավարտում էր իր մագիստրատուրան։ Նա կրթաթոշակով էր սովորում, ցերեկն աշխատում էր որպես օգնական մի փոքր խորհրդատվական ընկերությունում, իսկ գիշերները սովորում էր։ Արմանն այնտեղ էր որպես հրավիրված բանախոս, ներկայացնելով ընտանեկան ընկերությունը։ Երբ սուրճի ընդմիջման ժամանակ նրանց հայացքները հանդիպեցին, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Կամ գոնե Անահիտն այդպես էր կարծում այն ժամանակ։ Սիրավեպը բուռն ու արագ էր։ Արմանը սիրահետում էր նրան շքեղ ռեստորաններում ընթրիքներով, հանգստյան օրերին ամայի լողափեր ուղղորություններով, թանկարժեք նվերներով, որոնք Անահիտը երբեք չէր կարող իրեն թույլ տալ։ Նա իրեն զգում էր մի աշխարհում, որը ճանաչում էր միայն ամսագրերից։ Բայց հետո եկավ ամուսնությունը, դրա հետ Մանուկյան ընտանիքի իրական դեմքը։ Սաթենիկն առաջին իսկ ծանոթության ընթրիքից հասկացրեց, որ Անահիտն իր որդու համար իդեալական ընտրություն չէ։ Իսկ դու որտեղից ես սիրելիս, հարցրել էր Սաթենիկն այդ երեկո, մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին, իսկ ձայնը լի էր արամարանքով։ Արմանը նշեց ինչ-որ բան Գյումրու մասին։ Ես Գյումրիից եմ, պատասխանել էր Անահիտը, պահպանելով հանգստությունը, չնայած անհարմարությանը։ Ծնողներս այնտեղ հաշվապահական խորհրդատվության փոքր ընկերություն ունեն։ Որքան հմայիչ, պատասխանել էր Սաթենիկը, մի կում անելով իր կարմիր գինուց։ Ասա ինձ, դուք որե կապ ունեք այնտեղի ավանդական ընտանիքների հետ։ Թումանյանների, գուցե։ Կամ Մանթաշյանների։ Ոչ, մենք սովորական, աշխատասեր ընտանիք ենք։
Ծնողներս ամեն ինչ զրոյից են ստեղծել։ Հաջորդած լռությունը խոսուն էր։ Սաթենիկը հայացքը շեղել էր, փոխելով թեման, ինչպես մեկը, ով դեն է նետում ճմրթված թուղթը։ Անահիտն այդ պահին զգաց, որ միշտ դիտվելու է որպես անարժան մեկը, որպես մեկը, ով բարձրացել է մի լեռ, որն իրեն չի պատկանում։ Այժմ 3 տարի անց Հղի Մանուկյան ընտանիքի առաջին թոռանը լույս աշխարհ բերելու շեմին, Անահիտը դեռ զգում էր այդ ամբարյացակամ հայացքի նույն ծանրությունը։ Բայց կար նա ուրիշ բան։ Վերջին ամիսներին նա փոփոխություն էր նկատել Արմանի մեջ։ Նա հեռու էր, ուշ էր տուն գալիս, ժամերով շշուկով խոսում էր հեռախոսով։ Երբ Անահիտը հարցնում էր, նա միշտ պատրաստի արդարացում ուներ։ Աշխատանքային հանդիպումներ, գործնական ընթրիքներ, անհետաձգելի պարտավորություններ։ Անահիտը միամիտ չէր։ Նա գիտեր, թե ինչպես ճանաչել ճգնաժամի մեջ գտնվող ամուսնության նշանները։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, թե որքան էր վատթարացել իրավիճակը, ոչ էլ այն, թե ինչ դեր էր խաղում հենց Սաթենիկն այդ լուռ փլուզման մեջ։ Դռան զանգը հնչեց, ընդհատելով նրա մտքերը։ Արմանը գնաց հյուրասենյակ, պատասխանելու դոմոֆոնին։ Վարորդն է, հայտարարեց նա։ Կարող ենք իջնել։ Անահիտը վերցրեց իր փոքրիկ պայուսակը, մեկ անգամ ստուգեց շպարը, հետեց Արմանին դեպի վերելակ։ Մինչ առաջին հարկ ճանապարհն անցավ լռության մեջ։ Նա կողքի հայացքով նայում էր ամուսնուն, նկատելով, թե ինչպես է նա խուսափում իր հայացքից, ինչպես են նրա մատներն անհամբեր թմբկահարում ոտքի կողքին։ Լիմուզինը սպասում էր նրանց շենքի դիմաց, Անահիտը սրտխառնոցի ալիք զգաց մեքենա նստելիս։ Դա պարզապես հղիության սովորական սրտխառնոց չէր։ Դա ավելի խորն էր, մի ներքին զգացողություն, որ այդ գիշերը տարբերվելու էր մյուս բոլորից։ Ճանապարհը մինչ Արարատ համալիր Սաթենիկի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի համար ընտրված վայրը տեց մոտ 40 րոպե։ Անահիտը պատուհանից դիտում էր քաղաքի լույսերը, լայն պողոտաները տեղի էին տալիս ծառապատ բնակելի թաղամասերին, վերջապես մշակութային համալիրին, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը։ Արարատ համալիրը ժամանակակից տպավորիչ կառույց էր, համարձակ ճարտարապետական գծերով, մեծ ապակե վահանակներով, որոնք արտացոլում էին գիշերային լույսերը։ Շքեղ մեքենաները կանոնավոր շարք էին կազմել մուտքի մոտ, որտեղ լրագրողներն ու լուսանկարիչներն արդեն հավաքվել էին, հայտնի դեմքերի ժամանումը ֆիքսելու համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում, երբ լիմուզինը վերջապես կանգնեց կարմիր գորգի դիմաց։ Արմանն առաջինն իջավ, ձեռքը մեկնեց, օգնելու նրան, բայց ժեստը մեխանիկական էր թվում, զուրկ որը իրական ջերմությունից։ Լուսանկարչական լույսերը սկսեցին պայթել, Անահիտը ստիպված ժպտաց, մինչ նրանք քայլում էին դեպի մուտք։ Համալիրի ներսում տեսարանը շունչ կտրող էր։ Գլխավոր սրահը վերածվել էր իսկական ձմեռային այգու, առաստաղից կախված հսկայական ծաղկային կոմպոզիցիաներով, սպիտակ սփռոցներով, բյուրեղապակյա սպասքով զարդարված սեղաններով, որոնք արտացոլում էին ջահերի մեղմ լույսերը։ Կամերային նվագախումբն արդեն նվագում էր ֆոնին, կատարելով Վիվալդիի մի ստեղծագործություն, որը մեղմորեն արձագանքում էր մարմարե պատերին։ Անահիտին Արմանին դիմավորեց կազմակերպիչներից մեկը, ով նրանց ուղեկցեց դեպի գլխավոր սեղանի իրենց ամրագրված տեղերը։ Սաթենիկը դեռ չէր ժամանել, բայց նրա ներկայությունն արդեն զգացվում էր յուրաքանչյուր մանրակրկիտ պլանավորված մանրուքի մեջ։ Այդ գալա երեկույթը պարզապես երանյան էլիտայի հերթական բարեգործական միջոցառումը չէր։ Դա իշխանության ցուցադրություն էր, ազդեցության հայտարարություն, որը Սաթենիկը պարտադիր թարմացնում էր ամեն տարի։ Հյուրերը սկսեցին ալիք-ալիք ժամանել։ Անահիտը ճանաչեց գործարարների, քաղաքական գործիչների, արվեստագետների բարձրաշխարհիկ տիկնանց դեմքեր։ Բոլորը հագնված էին իրենց լավագույն հագուստներով, ցուցադրում էին թանկարժեք զարդեր, կեղծ ժպիտներ։ Նա, ինչպես միշտ, իրեն մի փոքր օտար զգաց այդ տիեզերքում։ Որքան էլ որ ամուսնացած լիներ Արմանի հետ, որքան էլ որ այժմ կրեր Մանուկյան ազգանունը, նա երբեք իրեն այդ աշխարհի մի մասը չէր զգացել։ Մի կին մոտեցավ նրանց սեղանին, Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը գծկվում։ Դա Լիլիթ Սահակյանն էր, մոդել հեռուստահաղորդավարուհի, հայտնի իր ցնցող գեղեցկությամբ երանյան բարձր հասարակության հետ կապերով։ Նա հագել էր կարմիր, կիպ զգեստ, որն ընդգծում էր նրա մարմնի յուրաքանչյուր կորը, իսկ առատ բացվածքը բացահայտում էր արայրուք ստացած կրծքավանդակը։ Նրա շիկահեր մազերը կատարյալ ալիքներով թափված էին ուսերին, նա վառ կարմիր շրթներ էր քսել, որը համապատասխանում էր զգեստին։ Արման սիրելիս, ասաց Լիլիթը, նրա ձայնը մեղեդային էր լի մտերմությամբ։ Որքան լավ է քեզ տեսնել։
Անահիտը աճող անհանգստությամբ նայում էր, թե ինչպես Լիլիթը թեքվեց համբուրելու Արմանի այտը, մի քանի վայրկյան ավելի երկար մնալով, քան սոցիալապես ընդունելի էր։ Արմանն իր հերթին հանգիստ էր թվում, ժպտալով այնպես, ինչպես Անահիտը ամիսներ շարունակ չէր տեսել։ Լիլիթ, պատասխանեց Արմանը։ Դու շլացուցիչ ես, ինչպես միշտ։ Շնորհակալ եմ սիրելիս, ասաց Լիլիթը, հետո նրա աչքերը վերջապես կանգ առան Անահիտի վրա։ Բար։ Դու պետք է կինը լինես։ Անահիտ, ներկայացավ նա, ձեռքը մեկնելով։ Հաճելի է։ Լիլիթն արագ սեղմեց նրա ձեռքը, նրա սեղմումը սառն էր ու անտարբեր։ Ինձ համար նույնպես, ասաց նա, բայց արդեն նորից նայում էր Արմանին։ Մայրդ խնդրեց, որ մոտենամ հաստատեմ երեկոյի ծրագրի որոշ մանրամասներ։ Ըստ երույթին, որոշ անակնկալներ կլինեն։ Անակնկալներ, կրկնեց Արմանը, Անահիտը չէր կարող չնկատել, թե ինչպես նա արագ հայացք փոխանակեց Լիլիթի հետ, կարծես գաղտնիք կիսեին։ Լիլիթը հրաժեշտ տվեց Արմանի այտին մեկ այլ համբույրով հեռացավ, նրա կարմիր զգեստը ամբոխի մեջ առանձնանում էր ինչպես կրակը մթության մեջ։ Անահիտը խանդի անվստահության խայթոց զգաց։ Նա միամիտ չէր։ Գիտեր, որ Լիլիթն ու Արմանը նախկինում հարաբերություններ են ունեցել, մինչ իր նրա կյանք մտնելը։ Բայց միշտ հավատացել էր, որ դա հին պատմություն է։ Արման, սկսեց նա, ձայնը ցածր, որպեսզի ուրիշ ոչ ոք չլսի։ Ինչ նկատի ուներ նա, անակնկալներ ասելով։ Նա ուսերը թոթվեց, անցնող մատուցողից մի բաժակ շամպայն վերցնելով։ Գաղափար չունեմ։ Դու գիտես մորս։ Նա սիրում է թատերականություն։ Անահիտը ուզում էր հավատալ նրան, բայց ինչ-որ բան իր կրծքում հակառակն էր ասում։ Նա շուրջը նայեց սրահում, դիտելով մարդկանց, ովքեր աշխույժ զրուցում էին, ծիծաղում, կենացներ ասում։ Կարծես նա դիտում էր մի ֆիլմ, որի մասը չէր, մի անտեսանելի դիտորդ այդ շքեղ տոնակատարության մեջ։ Նվագախումբն ավարտեց երաժշտությունը, մի շշուկ տարածվեց սրահում։ Սաթենիկ Մանուկյանը ժամանել էր։ Նա մտավ սրահի հետի մասից, քայլելով ուղիղ կեցվածքով հպարտ հայացքով, ինչպես մեկը, ով սովոր է հրամայել։ Նա հագել է զգալա զգեստ, պարզ, բայց անթերի կարված վզին ադամանդե մանյակով, որն անկասկած ավելի թանկ արժեր, քան Անահիտը կվաստակեր մի ամբողջ կյանքում։ Սաթենիկը ողջունեց մի քանի հյուրերի, քայլելով դեպի գլխավոր սեղան։ Երբ անցավ Անահիտի կողքով, նա պարզապես կարճ գլխով արեց, առանց ժպտալու, նախքան որդու այտը համբուրելը։ Արման սիրելիս, ասաց նա, նրա հեղինակավոր ձայնն արձագանքեց։ Ուրախ եմ, որ շուտ ես եկել։ Մենք այս գիշեր շատ բան ունենք քննարկելու։ Անահիտը սարսուռ զգաց։ Ինչ-որ բան կար այնձի մեջ, որով Սաթենիկն ասաց այդ խոսքերը, մի լարվածություն, որը գերազանցում էր սովորական զրույցը։ Ընթրիքը սկսվեց դրանից անմիջապես հետո։ Մատուցվեց 5 ուտեստ, յուրաքանչյուրը նախորդից ավելի նրբահամ։ Անահիտը հազիվ կարողացավ դիպչել ուտելիքին։ Ստամոքսը կծկվել էր, այն զգացողությունը, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենալու, չէր լքում նրան։ Նա նայում էր իր կողքին նստած Արմանին, ով մեխանիկորեն ուտում էր, խուսափելով իր հայացքից։ Նայում էր Սաթենիկին, ով աշխույժ զրուցում էր իր շուրջը նստած կարոր հյուրերի հետ, երբեմն հաշվարկված հայացք նետելով Անահիտի ուղղությամբ։ Ուտեստների միջ Անահիտը տեսավ, թե ինչպես է Լիլիթը շրջում սրահում, զրուցում տարբեր խմբերի հետ, բայց միշտ վերադառնում գլխավոր սեղանի մոտ։ Մի պահ Անահիտը տեսավ, թե ինչպես է նա ինչ-որ բան շշնջում Սաթենիկի ականջին, նրանք երկուսով դավադիր ժպիտներ փոխանակեցին։ Անահիտը զգաց, թե ինչպես է շնչառությունն արագանում։ Մի գլուխկոտրուկի կտորներ, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր, սկսեցին իր տեղը գտնել նրա մտքում։ Արմանի հեռավորությունը։ Շշուկով հեռախոսազրույցները։ Լիլիթի մշտական ներկայությունը։ Սաթենիկի քողարկված թշնամանքը։ Ամեն ինչ կարծես թե մոտենում էր այդ պահին, այդ գիշերվան։ Ընթրիքից հետո նվագախումբը վերսկսեց իր ելույթները, որոշ զույգեր սկսեցին պարել սրահի կենտրոնում պատրաստված հրապարակում։ Արմանը վեր կացավ, բայց Անահիտին բարի հրավիրելու փոխարեն, նա մրմնջաց մի արդարացում, ասելով, թե պետք է ողջունի որոշ կարոր հաճախորդների, անհետացավ ամբոխի մեջ։ Անահիտը մնաց մենակ սեղանի շուրջ, դիտելով իր շուրջը գտնվող մարդկանց։ Նա իրեն ավելի ու ավելի մեկուսացված էր զգում, կարծես անտեսանելի մի պատնեշ նրան բաժանում էր մյուս բոլորից։ Ձեռքը դրեց որովայնի վրա, զգալով երեխայի մեղմ շարժումները։
Գոնե դու ինձ հետ ես, շշնջաց ինքն իրեն, զգալով, թե ինչպես են արցունքները սպառնում հայտնվել։ Միջին տարիքի մի կին, էլեգանտ կոստյումով, մոտեցավ նստեց Անահիտի կողքին։ Նա ուներ ալեհեր մազեր, հավաքված պոչի մեջ, կրում էր զուսպ շրջանակով ակնոց։ Բար ձեզ, ասաց նա բարի ժպիտով։ Ես բժշկուհի Հասմիկ Գորգյանն եմ։ Նկատեցի, որ մենակ եք, մտածեցի ընկերակցել։ Այս երեկույթները կարող են բավականին միայնակ լինել, այնպես չէ՞։ Անահիտը ժպտաց։ Շնորհակալ լինելով բարության համար։ Դա հաստատ։ Ես Անահիտ Մանուկյանն եմ։ Արմանի կինը, ասաց Հասմիկը, գլխով անելով։ Սաթենիկը նշել էր։ Քանի՞։ Ամսական հղի եք։ 7։ Պետք է որ շատ հուզված լինեք։ Այո, պատասխանեց Անահիտը, բայց ձայնն ավելի թույլ հնչեց, քան մտադրվել էր։ Հասմիկը մի պահ նայեց նրան, նրա փորձառու աչքերը կարդում էին տողերի արանքում։ Եթե այս գիշեր որևէ բանի կարիք ունենաք, գտեք ինձ, ասաց նա մեղմորեն։ Ես սրտաբան եմ, բայց բավականաչափ տեսել եմ հասկանալու համար, թե երբ է մեկը աջակցության կարիք ունենում։ Շնորհակալ եմ, ասաց Անահիտը, տարօրինակ կերպով հանգստանալով այդ կնոջ ներկայությունից։ Հասմիկը վեր կացավ, վերադարձավ իր սեղան, բայց հեռանալուց առաջ վերջին հայացքը նետեց Անահիտին, մի հայացք, որը կարծես ասում էր, որ նա ավելին է հասկանում, քան ցույց է տալիս։ Րոպեները ձգվում էին։ Անահիտը տեսնում էր Արմանին, ով զրուցում էր մի խումբ տղամարդկանց հետ սրահի մյուս կողմում։ Լիլիթը միացել էր նրանց, ի սարսափ Անահիտի, այժմ կանգնած էր Արմանի կողքին, ծիծաղելով նրա ասած ինչ-որ բանից, իսկ ձեռքը անփութորեն դրված էր նրա թին։ Անահիտը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Նա ուզում էր վեր կենալ գնալ այնտեղ, դիմակայել նրանց, բացատրություններ պահանջել։ Բայց ինչ-որ բան նրան պահում էր աթոռին, վախի անորոշության խառնուրդ։ Հենց այդ պահին սրահի լույսերը մարեցին, մի լուսարձակ լուսավորեց Համալիրի հետի մասում տեղադրված բեմը։ Երաժշտությունը դադարեց, բոլոր հյուրերն իրենց ուշադրությունը դարձրին դեպի բեմ։ Սաթենիկը վստահ քայլերով բարձրացավ բեմի աստիճաններով, կազմակերպիչներից մեկի ձեռքից վերցնելով խոսափողը։ Բարի երեկո բոլորին, սկսեց նա, նրա ուժեղացված ձայնն արձագանքեց սրահում։ Պատիվ է ձեզ այստեղ տեսնել այսքան յուրահատուկ երեկոյի։ Ինչպես բոլորդ գիտեք, այս բարեգործական միջոցառումն ամեն տարի անցկացվում է Մանուկյան գրուպի կողմից, մենք հպարտ ենք, որ նպաստում ենք այսքան ազնիվ նպատակների։ Քաղաքավարի ծափահարություններ հնչեցին սրահում։ Անահիտը մեխանիկորեն ծափահարեց, նրա աչքերը հառած էին Սաթենիկին, ով կարծես տարօրինակ էներգիա էր ճառագում այդ պահին։ Բայց այս գիշեր, շարունակեց Սաթենիկը, տարբերվելու է մյուսներից։ Այս գիշեր, բացի բարեգործությունը մեր համայնքի միասնությունը տոնելուց, մենք նա կանդրադառնանք ընտանեկան հարցերի։ Հարցեր, որոնք, կարծում եմ, արժանի են բացահայտ քննարկման, թափանցիկությամբ ազնվությամբ։ Մի շշուկ տարածվեց սրահում։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Ինչ էր անում Սաթենիկը։ Ինչ էր նա պատրաստվում ասել։ Սաթենիկն ուղիղ նայեց Անահիտին, նրա աչքերը սառն էին ու հաշվարկված։ Անահիտ, սիրելիս, կբարձրանաս բեմ, խնդրում եմ։ Ամբողջ սրահը շրջվեց, նայելու Անահիտին։ Նա զգաց, կարծես հատակը անհետացել է իր ոտքերի տակից։ Ձեռքերը դողում էին, նա չէր կարողանում շարժվել։ Անահիտ, կրկնեց Սաթենիկը, նրա ձայնն այժմ ավելի վստահ էր, գրեթե հրաման։ Խնդրում եմ, բարձրացիր բեմ։ Դողացող ոտքերով Անահիտը վեր կացավ։ Յուրաքանչյուր քայլ դեպի բեմը կարծես հավերժություն լիներ։ Հարյուրավոր մարդկանց աչքերը սերված էին նրա վրա, դատելով, ենթադրելով, սպասելով։ Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով, ամուր բռնվելով բազրիքից, որպեսզի չսայթաքի։ Երբ վերջապես հասավ Սաթենիկի կողքին, նա կարող էր զգալ սկեսուրի թանկարժեք օծանելիքի բույրը, այն նույն բույրը, որը միշտ ստիպում էր իրեն անարժան զգալ։ Սաթենիկը ժպտաց, բայց դա մի ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին։ Հարգելի հյուրեր, նորից սկսեց Սաթենիկը, սա Անահիտն է, իմ որդու, Արմանի կինը։ Ինչպես տեսնում եք, նա սպասում է մեր առաջին թոռանը։ Նորից ծափահարություններ, բայց այժմ Անահիտը կարող էր զգալ հետաքրքրությունն ու լարվածությունն օդում։ Մարդիկ զգում էին, որ ինչ-որ բան սովորական չէ։ Ցավոք, շարունակեց Սաթենիկը, նրա ձայնը ստանալով ավելի լուրջ երանգ, մեր կյանքում ոչ ամեն ինչ կարող է կատարյալ լինել։
Եվ երբեմն դժվար որոշումներ պետք է կայացվեն, հատկապես երբ խաղասեղանին դրված է ընտանիքի անունն ու հեղինակությունը։ Անահիտը զգաց, որ ոտքերը գրեթե տեղի են տալիս։ Ինչ էր կատարվում։ Նա ամբոխի մեջ փնտրեց Արմանին, գտավ նրան կանգնած Լիլիթի կողքին, դեմքն անարտահայտ, կարծես այս ամենը նախապես պլանավորված լիներ։ Եվ հետո Անահիտը հասկացավ. սա թակարդ էր։ Այս գիշերը երբեք բարեգործության կամ տոնակատարության մասին չէր։ Դա իր մասին էր։ Դա նրան հրապարակավ ոչնչացնելու մասին էր։ Բեմի պայծառ լույսերը կարծես այրում էին նրա աչքերը, Անահիտը լսում էր իր սեփական սրտի անկանոն բաբախյունը։ Սաթենիկը շրջվեց դեպի նա, այդ պահին Անահիտը նրա աչքերում տեսավ մի բան, որը խորապես սարսափեցրեց նրան։ Դա պարզապես անբարյացակամություն կամ արամարանք չէր։ Դա մաքուր սառնություն էր, մեկի անխախտ վճռականությունը, ով պատրաստվում էր իրականացնել մանրակրկիտ մշակված ծրագիր։ Անահիտը կանգնած էր բեմում, անողոք լուսարձակների տակ, զգալով հարյուրավոր հայացքների ծանրությունը։ 7 ամսական որովայնն այդ բարձր դիրքում էլ ավելի ակնհայտ էր թվում, նա բնազդաբար ձեռքը տարավ դեպի այն, կարծես պաշտպանություն փնտրելով իր կրած երեխայի մեջ։ Սաթենիկը կանգնած էր նրա կողքին, այն սառը հաշվարկված ժպիտով, որից Անահիտը սովորել էր վախենալ ամուսնության տարիների ընթացքում։ Ինչպես ասում էի, շարունակեց Սաթենիկը, նրա ձայնն արձագանքում էր համալիրի ձայնային համակարգով, մեր ընտանիքը ամեն ինչից վեր է դասում թափանցիկությունն ու ազնվությունը։ Եվ այդ պատճառով մենք որոշեցինք այս հարցը քննարկել հրապարակավ, ձեզ բոլորիդ առաջ, ովքեր մեր ընկերներն եք, գործընկերներն ու դաշնակիցները։ Անահիտը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց միտքը կարծես դանդաղեցված կադրերով էր աշխատում։ Նա նայեց հանդիսատեսին, տեսավ ծանոթ դեմքեր, մարդկանց, ում հանդիպել էր այլ հասարակական միջոցառումների ժամանակ, ովքեր ժպտացել էին իրեն, քաղաքավարի մեկնաբանություններ արել հղիության մասին։ Այժմ բոլորը նայում էին նրան հիվանդագին հետաքրքրասիրության անհարմարության խառնուրդով։ Մի օգնական բարձրացավ բեմ, ձեռքին շագանակագույն կաշվե թղթապանակ։ Նա այն հանձնեց Սաթենիկին, հարգալից խոնարհումով արագ հեռացավ։ Անահիտը նայեց, թե ինչպես է Սաթենիկը բացում թղթապանակը, հանում մի փունջ թղթեր։ Սիրտը էլ ավելի արագ սկսեց բաբախել։ Անահիտ, ասաց Սաթենիկը, շրջվելով դեպի նա, ձայնը ձեռք բերելով կեղծ քնքշության երանգ, որն ավելի սարսափելի էր, քան ցանկացած բղավոց կարող էր լինել։ Դու գիտես, թե որքան կարևոր է իմ որդին ինձ համար։ Արմանը այն կայսրության ժառանգն է, որը իմ հանգուցյալ ամուսինն ու ես կառուցել ենք տասնամյակների ընթացքում։ Նա կրում է մանուկյան ազգանունը, մի անուն, որն այս երկրում ներկայացնում է ազնվություն, գերազանցություն, ավանդույթ։ Անահիտը բացեց բերանը պատասխանելու, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Կոկորդը լրիվ չորացել էր։ Ցավոք, շարունակեց Սաթենիկը, ոչ բոլորն են կիսում այն արժեքները, որոնք մեր ընտանիքը թանկ է գնահատում։ Ոչ բոլորն են հասկանում այն պատասխանատվության ծանրությունը, որը գալիս է իրենց կրած ազգանվան հետ։ Եվ երբ դա տեղի է ունենում, երբ մենք հասկանում ենք, որ ինչ-որ մեկը չի համապատասխանում մեր ակնկալիքներին, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք։ Սաթենիկի խոսքերը դանակների պես էին, յուրաքանչյուրը խորը խրվում էր Անահիտի կրծքի մեջ։ Նա զգում էր, որ ոտքերը դողում են, գիտակցական ջանք գործադրեց, որպեսզի հենց այնտեղ չփլվի։ Սաթենիկը բարձրացրեց թղթերը, որոնք հանել էր թղթապանակից, ցույց տալով դրանք հանդիսատեսին։ Այս փաստաթղթերը, հայտարարեց նա, ամուսնալուծության պայմանագիր են, որն արդեն կազմել են մեր փաստաբանները։ Դրանում նշված են բոլոր պայմանները իմ որդու, Արմանի Անահիտի բարեկամական բաժանման համար։ Ցնցման շշուկ տարածվեց սրահում։ Ոմանք ձեռքերը տարան բերանին, մյուսները անհարմար հայացքներ փոխանակեցին։ Անահիտը զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Ամուսնալուծություն։ Այստեղ։ Բոլորի առաջ։ Սա չէր կարող տեղի ունենալ։ Սաթենիկ, վերջապես կարողացավ արտաբերել նա, ձայնը թույլ ու դողացող։ Ինչ ես անում։ Անում եմ այն, ինչ անհրաժեշտ է մեր ընտանիքի արժանապատվությունը պահպանելու համար, պատասխանեց Սաթենիկը, ձայնը վստահ առանց որևէ զղջման նշույլի։ Արմանն արժանի է մեկին, ով իրեն հավասար է, մեկին, ով հասկանում է այն աշխարհը, որում մենք ապրում ենք, ով գիտի, թե ինչպես իրեն պատշաճ պահել հասարակության մեջ։ Իսկ դու, սիրելիս, որքան էլ որ փորձել ես, երբեք այդ մարդը չես եղել։ Խոսքերը դաժան էին, ասված այնպիսի սառնությամբ, որը կտրում էր Անահիտի շունչը։
Նա նորից ամբոխի մեջ փնտրեց Արմանին, աչքերը աղերսում էին որե աջակցության, վրդովմունքի նշան, որե բան, որը ցույց կտար, որ նա համաձայն չէ դրա հետ։ Բայց Արմանը մնաց անշարժ, դեմքն անարտահայտ, ձեռքերը խաչած։ Նրա կողքին Լիլիթը շուրթերին թեթակի ժպիտ ուներ, աչքերը փայլում էին վատ քողարկված բավարարվածությունից։ Սաթենիկը թղթերը մեկնեց Անահիտին։ «Ուզում եմ, որ սա հիմա ստորագրես», ասաց նա։ «Բոլորի առաջ։ Այդպես կասկածներ չեն լինի, ենթադրություններ չեն լինի։ Դա կլինի մաքուր, քաղաքակիրթ ամուսնալուծություն, դու կստանաս արդարացի ֆինանսական փոխհատուցում։ Բավական է հարմարավետ ապրելու քո երեխային մեզնից հեռու մեծացնելու համար»։ «Քո երեխային», կրկնեց Անահիտը, ձայնը կոտրվելով։ «Դու խոսում ես քո թոռան մասին։ Արմանի որդու մասին»։ Սաթենիկն ուսերը թոթվեց, կարծես դա աննշան մանրամասն լիներ։ «Երեխաները հարմարվում են։ Եվ ավելի լավ է, որ նա մեծանա այս ընտանիքից հեռու, քան շարունակի դաստիարակվել մեկի կողմից, ով չունի այն, ինչ անհրաժեշտ է մեր շրջապատում լինելու համար»։ Անահիտը զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ «Ոչ այստեղ։ Ոչ այդ բոլոր մարդկանց առաջ»։ Նա նայեց թղթերին, որոնք Սաթենիկը պահում էր, հետո հանդիսատեսին, վերջապես նորից Արմանին։ Նա դեռ չէր շարժվել, դեռ ոչ մի բառ չէր ասել իր պաշտպանության համար։ Հենց այդ պահին Անահիտը լիովին հասկացավ իրավիճակը։ Սա ոչ միայն այն մասին էր, որ ինքը բավականաչափ լավը չէր։ Սա վերահսկողության մասին էր։ Սաթենիկը ցանկանում էր լիակատար վերահսկողություն ունենալ իր որդու կյանքի, ընտանեկան բիզնեսի, մանուկյան դինաստիայի յուրաքանչյուր ասպեկտի նկատմամբ։ Եվ Անահիտը, իր համեստ ծագմամբ անկախությամբ, սպառնալիք էր այդ վերահսկողության համար։ «Ես չեմ ստորագրելու», ասաց Անահիտը, ձայնը դեռ թույլ, բայց լի ծնվող վճռականությամբ։ Սաթենիկը գլուխը թեքեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ «Դու չհասկացար, Անահիտ։ Սա խնդրանք չէ։ Սա պահանջ է։ Եթե դու հրաժարվես ստորագրել, ես իրավական միջոցներ կձեռնարկեմ երաշխավորելու, որ դու բացարձակապես ոչինչ չես ստանա, երբ ամուսնալուծությունը վերջնականացվի։ Ոչ մի ալիմենտ, ոչ մի ֆինանսական աջակցություն։ Եվ ավելին, ես կօգտագործեմ իմ ողջ ազդեցությունը երաշխավորելու, որ դու այս քաղաքում այլս երբեք պատշաճ աշխատանք չես գտնի»։ Սպառնալիքներն ասվում էին սարսափելի հանգստությամբ։ Անահիտը կարող էր զգալ այն ուժը, որը բխում էր Սաթենիկից, մեկի ուժը, ով սովոր էր ստանալ այն ամենը, ինչ ցանկանում էր, երբ ցանկանում էր։ Բժշկուհի Հասմիկը, ով ավելի վաղ զրուցել էր Անահիտի հետ, վեր կացավ իր տեղից։ «Ներողություն», ասաց նա, նրա ձայնը կտրելով սրահի լարված օդը։ «Սա բոլորովին անտեղի է։ Այս կինը 7 ամսական հղի է։ Այն սթրեսը, որի տակ դուք նրան դնում եք, կարող է չափազանց վնասակար լինել ինչպես իր, այնպես էլ երեխայի համար»։ Սաթենիկը սառը հայացքով շրջվեց դեպի Հասմիկը։ «Շնորհակալ եմ ձեր անհանգստության համար, բժշկուհի Գորգյան, բայց սա ընտանեկան հարց է։ Խնդրում եմ, ձեռնպահ մնացեք միջամտելուց»։ Հասմիկը չվախեցավ։ «Ես բժիշկ եմ, իմ պարտքն իմ հիվանդների առողջությունն է։ Այն, ինչ այստեղ տեղի է ունենում, հոգեբանական բռնություն է, ես չեմ կարող լուռ մնալ»։ Համաձայնության որոշ շշուկներ հնչեցին սրահում։ Անահիտը երախտագիտության փոքր ալիք զգաց այն կնոջ հանդեպ, ով նույնիսկ իրեն չէր ճանաչում, բայց պատրաստ էր պաշտպանել իրեն։ Բայց Սաթենիկը կարծես թե չէր տպավորվել։ «Դուք չափազանցնում եք», ասաց Սաթենիկը, ձեռքի շարժումով մերժելով Հասմիկի մտահոգությունները։ «Անահիտը չափահաս կին է։ Նա կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Եվ ես պարզապես նրան առաջարկում եմ արժանապատիվ ելք անտանելի իրավիճակից»։ «Արժանապատիվ ելք», վերջապես գտավ իր ձայնը Անահիտը, այս անգամ այն ավելի ուժեղ հնչեց։ «Դուք սա արժանապատվություն եք անվանում։ Ինձ հրապարակավ նվաստացնել, ինձ ստիպել ստորագրել ամուսնալուծության թղթեր հարյուրավոր մարդկանց առաջ, սպառնալ իմ ապագային, իմ որդու ապագային։ Մեր ապագան շատ ավելի վատ կլիներ, եթե դու շարունակեիր այս ընտանիքի մասը լինել», հակադարձեց Սաթենիկը։ «Դու այս աշխարհին չես պատկանում, Անահիտ։ Երբեք չես պատկանել։ Եվ որքան շուտ դու դա ընդունես, այնքան լավ կլինի բոլորի համար»։ Անահիտը զգաց, որ ինչ-որ բան իր ներսում սկսում է կոտրվել։ Դա ոչ միայն նվաստացումն էր, ոչ միայն Արմանի դավաճանությունը, ով լուռ էր մնում, մինչ մայրը ոչնչացնում էր իրեն։
Դա այդ իրավիճակի բացարձակ անարդարությունն էր, անհիմն դաժանությունը, նրա զգացմունքների մարդկայնության լիակատար անտեսումը։ Հենց այդ պահին Լիլիթը սկսեց շարժվել։ Նա հաշվարկված քայլերով անցավ սրահով, նրա կարմիր զգեստը գրավում էր բոլորի հայացքները։ Երբ հասավ բեմի մոտ, նա կանգ առավ ժպտաց հանդիսատեսին, կարծես նորաձության ցուցադրությանը լիներ։ «Գիտես, Անահիտ», սկսեց Լիլիթը, նրա ձայնը մեղեդային էր, բայց լի թույնով, ես միշտ գիտեի, որ այս օրը կգա։ Արմանն ու ես մի քանի տարի առաջ յուրահատուկ բան ունեինք։ Մի բան, որը դու, քո պարզությամբ սահմանափակ աշխարհով, երբեք չէիր կարող հասկանալ կամ կրկնօրինակել։ Անահիտը զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Լիլիթը շարունակեց, վայելելով յուրաքանչյուր բառը. «Երբ դուք ամուսնացաք, մենք բոլորս զարմացանք։ Արմանն ընտրել էր մեկին այդքան սովորական, այդքան հեռու իր սոցիալական շրջանակից։ Բայց ես գիտեի, որ դա երկար չի տի։ Եվ ես ճիշտ էի»։ Լիլիթը բարձրացավ բեմ, կանգնելով Սաթենիկի մյուս կողմում։ Երկու կանայք այժմ շրջապատել էին Անահիտին, ինչպես գիշատիչները իրենց զոհին։ Արմանը վերջապես սկսեց շարժվել, դանդաղ քայլելով դեպի բեմ։ Անահիտը նայում էր, թե ինչպես է նա մոտենում, սիրտը դեռ պահպանելով հույսի վերջին թելը, որ նա կպաշտպանի իրեն, որ կասի, թե այս ամենը սարսափելի սխալ է։ Բայց երբ Արմանը բարձրացավ բեմ, նա չնայեց Անահիտին։ Փոխարենը, նա կանգնեց Լիլիթի կողքին, նրա ձեռքը գտնելով Լիլիթի ձեռքը մի ժեստով, որը կասկածի տեղիք չէր թողնում։ Անահիտը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Այն բանի տեսողական հաստատումը, ինչը նա արդեն կասկածում էր, կործանարար էր։ Արմանն ու Լիլիթը միասին էին։ Եվ դա նոր չէր։ Այն ծից, որով Սաթենիկն ու Լիլիթն իրենց պահում էին, այն ծից, որով ամեն ինչ կազմակերպվում էր, ակնհայտ էր, որ դա ամիսներ շարունակ պլանավորվում էր։ Արմանը վերջապես նայեց Անահիտին, բայց աչքերը դատարկ էին։ «Ցավում եմ, Անահիտ», ասաց նա, բայց ձայնը մեխանիկական էր, առանց որևէ իրական հուզմունքի։ «Բայց մայրս ճիշտ է։ Մենք իրար չենք համապատասխանում։ Երբեք չենք համապատասխանել։ Եվ ավելի լավ է սա հիմա ավարտենք, նախքան ամեն ինչ էլ ավելի կբարդանա»։ «Ավելի կբարդանա», կրկնեց Անահիտը, ձայնը կոտրվելով։ «Ես հղի եմ քո երեխայով, Արման։ Մեր երեխայով։ Ինչպես կարող է սրանից ավելի բարդանալ»։ «Երեխայի մասին լավ կհոգան», պատասխանեց Արմանը, կարծես վարչական մանրամասն քննարկեր։ «Բայց մեր ամուսնությունն ավարտված է»։ Լիլիթը մի քայլ առաջ արեց, ցուցադրելով իր ձախ ձեռքը։ Մատնեմատին հսկայական ադամանդե մատանի էր փայլում բեմի լույսերի տակ։ «Մենք նշանված ենք», հայտարարեց նա փայլուն ժպիտով։ «Արմանն ինձ ամուսնության առաջարկություն արեց 2 շաբաթ առաջ»։ Սրահը պայթեց շշուկներից։ Ոմանք ցնցված էին, մյուսները անհարմար, իսկ մի քանիսը կարծես թե ամբողջ իրավիճակը հետաքրքրաշարժ էին համարում։ Անահիտը զգաց, որ ոտքերը վերջապես տեղի են տալիս, նա ստիպված եղավ բռնվել խոսափողի հենարաններից մեկից, որպեսզի չընկնի։ Սաթենիկն օգտվեց Անահիտի թուլության պահից, ամուսնալուծության թղթերը դնելով նրա ձեռքերի մեջ։ «Ստորագրիր», ասաց նա, ձայնն այժմ ավելի ցածր, բայց նույնքան անողոք։ «Ստորագրիր, վերջ տուր սրան։ Դու չես ուզում, որ սա ամիսներով ձգձգվի դատարաններում։ Դու չես ուզում, որ քո երեխան ծնվի տգեղ հրապարակային իրավական պայքարի մեջ»։ Անահիտը նայեց իր ձեռքերի թղթերին։ Դրանք դողում էին, որովհետև իր ձեռքերն էին դողում։ Տեսողությունը մշուշված էր արցունքներից, որոնք վերջապես սկսեցին թափվել։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ զոհաբերել էր այդ ամուսնության համար։ Թողել էր իր աշխատանքը Գյումրիում, հրաժարվել իր կարիերայի ծրագրերից, տեղափոխվել Երևան։ Փորձել էր հարմարվել Արմանի աշխարհին, փորձել էր լինել կատարյալ կին, օրինակելի հարս։ Եվ ինչի՞ համար։ Որպեսզի հրապարակավ դեն նետվի, կարծես ոչինչ չլիներ, կարծես ամուսնության 3 տարիները բացարձակապես ոչինչ չնշանակեին։ «Ոչ», շշնջաց Անահիտը։ «Ինչ», հարցրեց Սաթենիկը, ավելի մոտենալով։ «Ես ասացի, ոչ», կրկնեց Անահիտը, այս անգամ ավելի բարձր։ «Ես չեմ ստորագրելու»։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Սաթենիկը կկոցեց աչքերը, համբերությունը հստակորեն սպառվում էր։ «Դու սխալ ես գործում», ասաց նա, ձայնը ցածր սպառնալից։
Միակ սխալը, որ ես գործել եմ, այն էր, որ հավատացի, թե այս ընտանիքը մի կաթիլ արժանապատվություն ունի, պատասխանեց Անահիտը, զգալով, թե ինչպես է զայրույթի կայծը սկսում փոխարինել ցավին։ Դուք հրեշներ եք։ Բոլորդ։ Լիլիթը ծիծաղեց, մի բարձր արհեստական ձայն։ Հրեշներ։ Մենք բարի ենք քեզ հետ, սիրելիս։ Մենք հեշտ ելք ենք առաջարկում։ Բայց եթե դու ուզում ես դա անել դժվար ճանապարհով, մենք կարող ենք։ Արեք այնպես, ինչպես ուզում եք, ասաց Անահիտը, թղթերը նետելով բեմի հատակին։ Ես սա ձեզ համար չեմ հեշտացնելու։ Եթե Արմանն ամուսնալուծություն է ուզում, նա պետք է ինձ դատի տա։ Նա պետք է նայի իր ծնվելիք որդու աչքերին բացատրի, թե ինչու է ընտրել լքել նրան սիրուհու համար։ Արմանը լարվեց, բայց ոչինչ չասաց։ Լիլիթը, սակայն, չկարողացավ թաքցնել զայրույթը։ Դու անհեթեթ ես, շշնջաց նա։ Նայիր քեզ։ Հղի, լքված, առանց ոչնչի։ Կարծում ես, կկարողանաս պայքարել մեր դեմ։ Մանուկյան ընտանիքի դեմ։ Դու գաղափար չունես, թե նրանք ինչ ուժ ունեն։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել հույզերը, որոնք սպառնում էին հորթել։ Նա երկու ձեռքերը դրեց որովայնի վրա, զգալով երեխայի շարժումները։ Այդ կյանքն իր ներսում իրական էր։ Անմեղ էր։ Եվ սրանից լավին էր արժանի։ Գուցե ես ուժ չունեմ, ասաց Անահիտը, ձայնը դողում էր, բայց վստահ։ Գուցե ես իսկապես ոչինչ եմ ձեզ համեմատ։ Բայց ես ունեմ մի բան, որը դուք երբեք չեք ունենա։ Ես ունեմ արժանապատվություն։ Ես ունեմ բնավորություն։ Եվ ես սեր ունեմ իմ որդու հանդեպ։ Դուք ունեք միայն ագահություն, դաժանություն։ Սաթենիկը սպառնալից քայլ արեց դեպի Անահիտը։ Դու դրա համար կզղջաս, ասաց նա, ձայնը լի մռայլ խոստումով։ Ես անձամբ կապահովեմ, որ դու կորցնես ամեն ինչ։ Քո տունը, քո ապրուստը, քո հեղինակությունը։ Երբ ես վերջացնեմ քեզ հետ, այս քաղաքում ոչ ոք չի ցանկանա իր անունը կապել քո անվան հետ։ Անահիտը նայեց նրան, աչքերը հանդիպելով Սաթենիկի աչքերին, առանց շեղվելու։ Արեք, ինչ ուզում եք, ասաց նա։ Բայց ես չեմ ստորագրելու։ Օդում լարվածությունը շոշափելի էր։ Հանդիսատեսի որոշ մարդիկ սկսեցին շշնջալ իրար մեջ, ակնհայտորեն անհարմար զգալով իրենց ականատես լինելուց։ Բժշկուհի Հասմիկը նորից վեր կացավ, այս անգամ քայլելով դեպի բեմ։ Սա պետք է հիմա դադարի, ասաց նա վստահորեն։ Անահիտ, արի ինձ հետ։ Դու պետք է նստես, շնչես, հանգստացնես սիրտդ։ Սա առողջարար չէ ոչ քեզ, ոչ էլ երեխայի համար։ Անահիտը նայեց բժշկուհուն, նրա մեջ տեսնելով միակ մարդուն այդ սրահում, ով կարծես թե անկեղծորեն անհանգստացած էր իր բարեկեցությամբ։ Նա մի քայլ արեց դեպի բեմի աստիճանները, պատրաստ իջնելու, բայց Սաթենիկը փակեց նրա ճանապարհը։ Մենք այստեղ չենք ավարտել, ասաց Սաթենիկը, ձայնը ցածր, բայց սպառնալից։ Այո, ավարտեցինք, պատասխանեց Անահիտը, շրջանցելով սկեսուրին դողացող քայլերով իջնելով բեմից։ Բժշկուհի Հասմիկը բռնեց նրա թից, աջակցելով, մինչ նրանք քայլում էին դեպի սեղանները։ Անահիտը կարող էր զգալ բոլորի հայացքներն իր վրա, բայց այլս չէր մտահոգվում։ Նա պետք է դուրս գար այնտեղից, պետք է մաքուր օդ շնչեր, պետք է հեռու լիներ այդ թունավոր ընտանիքից, որը ոչնչացրել էր իր աշխարհը։ Բայց նախքան նա կհասներ ելքին, Սաթենիկը նորից վերցրեց խոսափողը։ Քանի որ Անահիտը որոշեց համար լինել դժվարացնել ամեն ինչ, հայտարարեց նա ամբողջ հանդիսատեսին, ուզում եմ, որ բոլորդ իմանաք ճշմարտությունը։ Այս կինը երբեք բավականաչափ լավը չի եղել իմ որդու համար։ Նա եկել է աննշան ընտանիքից, առանց կապերի, առանց որե արժեքավոր բան առաջարկելու։ Նա խաբել է Արմանին, ստիպելով նրան հավատալ, որ ինքը տարբեր է, յուրահատուկ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նա միշտ եղել է պարզապես մի պատեհապաշտ, մեկը, ով տեսել է կյանքում առաջ գնալու հնարավորություն բռնել է այն։ Սաթենիկի խոսքերն արձագանքում էին սրահում, յուրաքանչյուրը հարվածի պես էր։ Անահիտը դադարեց քայլել, մեջքը դեռ շրջված դեպի բեմ։ Նա զգաց, թե ինչպես է բժշկուհի Հասմիկը սեղմում իր ի նշան աջակցության։ Շարունակիր քայլել, շշնջաց բժշկուհին։ Նրան մի տուր քեզ կոտրված տեսնելու բավականությունը։ Բայց Անահիտը չէր կարողանում շարժվել։ Որովհետև ինչ-որ բան իր ներսում փոխվում էր։ Ցավը, նվաստացումը, զայրույթը, ամեն ինչ վերածվում էր մի ուրիշ բանի։ Ավելի ուժեղ բանի։
Մի բանի, որի գոյության մասին նա չգիտեր իր ներսում։ Նա դանդաղ շրջվեց, նայելով Սաթենիկին բեմում։ Маտրիարխը շարունակում էր խոսել, շարունակում էր փորձել ոչնչացնել իր հեղինակությունը, բայց Անահիտն այլևս չէր լսում խոսքերը։ Նա նայում էր այդ կնոջը, այդ հզոր դաժան կնոջը, առաջին անգամ վախ չզգաց, խղճահարություն զգաց, որովհետև Անահիտն այդ պահին հասկացավ, որ Սաթենիկը փոքրոքի է։ Չնայած իր ողջ փողին, ողջ իշխանությանը, ողջ ազդեցությանը, նա հիմնովին փոքրոքի էր։ Մի մարդ, որն այնքան անվստահ է, որ պետք է հրապարակավ ոչնչացնի մի հղի կնոջ իրեն վերահսկողության մեջ զգալու համար։ Մի մարդ, որն այնքան դատարկ է, որ կարող է արժեքը չափել միայն կարգավիճակով, ազգանուններով։ Եվ հենց այնտեղ, այդ գալաս սրահում, այդ անողոք լույսերի տակ, շրջապատված մարդկանցով, ովքեր պետք է քաղաքակիրթ լինեին, բայց պարզապես մշակված դաժանության լուռ հանցակիցներ էին, Անահիտը որոշում կայացրեց։ Նա ոչ միայն պետք է գոյատեր սա։ Նա պետք է հաղթեր։ Ինչ-որ կերպ, ինչ-որ ձով, նա պետք է ապացուցեր, որ ավելի ուժեղ է, քան նրանք բոլորը միասին։ Անահիտը նորից սկսեց քայլել դեպի ելք, այս անգամ ավելի վստահ քայլերով։ Բայց նրա մտքի խորքում ինչ-որ բան էր ցանվել։ Վճռականության մի սերմ, որը կաճեր առաջիկա ժամերին։ Որովհետև Անահիտը գաղտնիք էր կրում։ Մի գաղտնիք, որի մասին ոչ Արմանը, ոչ Սաթենիկը, ոչ էլ այդ սրահում գտնվող որը մեկը գիտեր։ Մի գաղտնիք, որը կփոխեր ամեն ինչ։ Անահիտը համալիրի միջանցքում էր, հեռու գալաս սրահի հետաքրքրասեր ու դատապարտող հայացքներից։ Բժշկուհի Հասմիկը պնդել էր, որ նա նստի առանձնացված սպասասրահի բազմոցներից մեկին, ավելի հանգիստ մի տարածք, որտեղ որոշ հյուրեր գնում էին հանգստանալու կամ մասնավոր զանգեր կատարելու։ Բժշկուհին ստուգել էր նրա կենսական նշանները։ Զարկերակային ճնշումը բարձր էր, ինչպես սպասվում էր նման նվաստացումից հետո, բայց ոչ մի բան, որը անմիջական վտանգ կներկայացներ իր կամ երեխայի համար։ Դուք պետք է հանգստանաք, մեղմորեն ասաց Հասմիկը, բռնելով Անահիտի ձեռքը։ Խորը շնչեք։ Քթովներս, բերանով դուրս։ Այո, այդպես։ Անահիտը հետեց հրահանգներին, զգալով, թե ինչպես է սիրտը աստիճանաբար դանդաղում։ Արցունքները դադարել էին հոսել, իրենց տեղը թողնելով հուզական թմրության։ Կարծես ուղեղը ժամանակավորապես անջատել էր զգացմունքների համակարգը, նրան լիակատար կոլապսից պաշտպանելու համար։ Ուզում եք, որ որե մեկին զանգեմ, հարցրեց Հասմիկը։ Ձեր ծնողներին։ Ընկերուհու։ Անահիտը բացասական գլխով արեց։ Ծնողներս Գյումրիում են։ Իսկ ընկերուհիներս, նա դադար տվեց, գիտակցելով տխուր ճշմարտությունը։ Ես գրեթե կորցրել եմ կապը նրանց մեծամասնության հետ ամուսնանալուց հետո։ Արմանը միշտ ուզում էր, որ ես հասանելի լինեմ ընտանեկան միջոցառումների, գործնական ընթրիքների համար։ Հին ընկերությունները պահպանելու համար շատ ժամանակ չէր մնում։ Հասմիկը հոգոց հանեց, ճանաչելով օրինաչափությունը։ Այդպես էլ լինում է, այնպես չէ՞։ Աստիճանական մեկուսացում։ Մինչ որ շուրջդ ես նայում հասկանում, որ մենակ ես։ Անահիտը գլխով արեց, կրծքում սեղմոց զգալով։ Բայց հետո հիշեց։ Սպասեք, ասաց նա, հեռախոսը հանելով պայուսակից։ Մեկը գա։ Իմ փաստաբանը։ Կամ գոնե, իմ փաստաբանն էր, երբ մի քանի ամիս առաջ կտակս կազմեցի։ Կտակ, զարմացած թվաց Հասմիկը։ Դուք կտակ եք կազմել։ Այո, պատասխանեց Անահիտը, կոնտակտներում փնտրելով համարը։ Երբ իմացա, որ հղի եմ, ուզեցի երաշխավորել, որ որդիս պաշտպանված կլինի, եթե ծննդաբերության ժամանակ ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Ինձ օգնած փաստաբանը շատ ուշադիր էր։ Անահիտը գտավ համարը, զանգահարեց։ Մի քանի զանգից հետո կանացի ձայն պատասխանեց։ Ավետիսյան գործընկերներ գրասենյակ, փաստաբան Ջուլիա Ավետիսյանն է խոսում։ Տիկին Ավետիսյան, ասաց Անահիտը, ձայնը դեռ դողում էր, բայց փորձում էր հանգստություն պահպանել։ Ես Անահիտ Մանուկյանն եմ։ Մենք հանդիպել ենք մի քանի ամիս առաջ, իմ կտակի հարցով։ Իհարկե, Անահիտ, պատասխանեց Ջուլիան, ձայնը պրոֆեսիոնալ, բայց ջերմ։ Ինչով կարող եմ օգնել։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ես բարդ իրավիճակում եմ։ Շատ բարդ։ Եվ ինձ շտապ իրավաբանական խորհրդատվություն է պետք։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Որտեղ եք հիմա։ Արարատ, համալիրում։ Այսօր այստեղ գալա երեկույթ է։
Գիտեմ որն է, ասաց Ջուլիան։ Իմ գրասենյակը ընդամենը 10 րոպեի հեռավորության վրա է։ Կարող եմ 15 րոպեից այնտեղ լինել։ Կարող եք սպասել։ Կարող եմ, պատասխանեց Անահիտը, թեթացման փոքր ալիք զգալով։ Հիանալի է։ Հանգիստ մնացեք, ոչ մի հապճեպ որոշում մի կայացրեք, մինչ ես հասնեմ։ Ճանապարհին եմ։ Զանգն ավարտվեց, Անահիտը հեռախոսը հետ դրեց պայուսակի մեջ։ Հասմիկը հավանության ժպիտով նայեց։ Լավ որոշում է, ասաց նա։ Հիմա, մինչ սպասում ենք, ուզում եմ, որ մի փոքր ջուր խմեք, փորձեք թուլացնել ուսերը։ Դուք ամբողջովին լարված եք։ Անահիտը փորձեց հետել հրահանգներին, բայց դժվար էր թուլանալ, երբ գիտեր, որ մի քանի մետր այն կողմ Սաթենիկը հավանաբար շարունակում է իր զրպարտության արշավը։ Նա կարող էր պատկերացնել սրահում տեղի ունեցող խոսակցությունները, ենթադրությունները, դատողությունները։ Հենց այդ պահին սպասասրահի դուռը բացվեց, ի սարսափ Անահիտի, ներս մտավ Լիլիթը։ Նա դեռ հագել էր այն վառ կարմիր զգեստը, դեմքը լուսավորված էր ինքնահավան ժպիտով։ Այստեղ ես, ասաց Լիլիթը, ձայնից կեղծիք էր կաթում։ Փախչում ես երեկույթից։ Չեմ կարող ասել, որ մեղադրում եմ քեզ։ Պետք է որ անհարմար լինի այնտեղ մնալ դրանից հետո։ Ինչ ես ուզում, Լիլիթ, հարցրեց Անահիտը, չափազանց հոգնած խաղերի համար։ Լիլիթը մոտեցավ, նրա բարձրակրունկները արձագանքում էին մարմարե հատակին։ Պարզապես եկա տեսնելու, թե ինչպես ես։ Գիտես, սա անձնական ոչինչ չէ, սիրելիս։ Պարզապես Արմանն ու ես միշտ իրար համար ենք ստեղծված եղել։ Դու ընդամենը ժամանակավոր շեղում էիր ճանապարհին։ Բժշկուհի Հասմիկը վեր կացավ, կանգնելով Լիլիթի Անահիտի միջ։ Կարծում եմ, ավելի լավ է գնաք, ասաց նա վստահորեն։ Անահիտն այս գիշեր արդեն բավականաչափ սթրես է տարել։ Լիլիթը նրան վերից վար նայեց, քիչ տպավորված։ Իսկ դուք ո՞վ եք։ Նրա թիկնապահը։ Ես բժիշկ եմ, ասում եմ, որ այս իրավիճակը վնասակար է հղի կնոջ առողջության համար։ Եթե մի կաթիլ արժանապատվություն ունեք, նրան հանգիստ կթողնեք։ Լիլիթը ծիծաղեց, այն սուր տհաճ ձայնը, որը ստիպում էր Անահիտին կծկվել։ Արժանապատվություն։ Խնդրում եմ։ Արժանապատվությունն այն է, երբ ընդունում ես, որ պարտվել ես։ Եվ Անահիտը պարտվեց։ Արմանը երբեք նրան իսկապես չի սիրել։ Նա ինձ ամեն ինչ պատմել է։ Թե որքան ձանձրալի, կանխատեսելի է իր։ Թե ինչպես էր նա կարոտում այն հուզմունքը, որ մենք միասին ունեինք։ Յուրաքանչյուր բառ հաշվարկված էր վիրավորելու համար, Անահիտը զգում էր դրանցից յուրաքանչյուրը դանակի հարվածի պես։ Բայց ինչ-որ բան իր ներսում փոխվում էր։ Ցավը դանդաղորեն փոխարինվում էր սառը հաշվարկով։ Եթե Արմանը երբեք ինձ չի սիրել, հանգիստ ասաց Անահիտը, ինչու նա ամուսնացավ ինձ հետ։ Ինչու 3 տարի միասին անցկացրինք։ Լիլիթն ուսերը թոթվեց։ Ըմբոստություն, գուցե։ Սաթենիկին ինչ-որ բան ապացուցելու ցանկություն։ Ով գիտի։ Կարևորն այն է, որ հիմա նա ինձ հետ է, որտեղ միշտ պետք է լիներ։ Իսկ դու, նա արամարանքով նայեց Անահիտի որովայնին, քո երեխային մենակ ես մեծացնելու, այն ողորմությամբ, որը մանուկյան ընտանիքը։ Մագիստրատուրան, ձեռք բերեմ մասնագիտական փորձ ցուցաբերեմ հասունություն բիզնեսի ըմբռնում, նախքան կկարողանամ իմ տեղը զբաղեցնել խորհրդում։ Նա ինձ 5 տարի տվեց դա անելու համար։ Մինչ այդ բաժնետոմսերը մնում են ընկերության փաստաբանների կողմից կառավարվող հավատարմագրային ֆոնդում, ես ստանում եմ շահաբաժինները, բայց չեմ կարող քվեարկել։ Երբ են այդ 5 տարիները լրանում, հարցրեց Ջուլիան, հստակ իմանալով, թե դա ուր է տանում։ Անահիտը նայեց իր ձեռքի ժամացույցին։ Մոտավորապես 3 ժամից։ Այսօր կեսգիշերին ես պաշտոնապես ստանձնում եմ իմ տեղը որպես Մելիքյան կորպորացիայի խորհրդի անդամ։ Հաջորդած լռությունը խորն էր։ Հասմիկը ձեռքը բերանին էր, աչքերը փայլում էին զարմանքի հիացմունքի խառնուրդով։ Ջուլիան մշակում էր այդ բացահայտման իրավական գործարար հետանքները։ Ինչու եք դա գաղտնի պահել, վերջապես հարցրեց Հասմիկը։ Ինչու չեք պատմել Արմանին։ Անահիտը հոգոց հանեց։ Որովհետև պապս խնդրեց։ Նա ուզում էր, որ ես իմ կյանքով ապրեմ, իմ ճանապարհը գտնեմ, առանց որ մարդիկ իմանան, թե ով եմ ես իրականում։ Նա վախենում էր, որ ինձ կօգտագործեն, կմանիպուլացնեն, որ մարդիկ ինձ կմոտենան միայն շահի համար։ Երբ հանդիպեցի Արմանին, ես արդեն պարտավորված էի այդ գաղտնիքով։
Եվ որքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի դժվար էր դառնում պատմելը։ Բացի այդ, շարունակեց Անահիտը, իմ մի մասը ուզում էր տեսնել, թե արդյոք Արմանն ինձ սիրում է նրա համար, թե ով եմ ես, ոչ թե նրա համար, թե ինչ ունեմ։ Թվում է, թե հիմա ես իմ պատասխանն ունեմ։ Ջուլիան վեր կացավ, սկսելով քայլել այս ու այն կողմ, ակնհայտորեն մտածելով. Անահիտ, սա ամեն ինչ փոխում է։ Բացարձակապես ամեն ինչ։ Սաթենիկն ու Արմանը գաղափար չունեն, թե ինչ սխալ են գործել այս գիշեր։ Նրանք փորձել են նվաստացնել դեն նետել մեկին, ով ժամերի ընթացքում կդառնա երկրի ամենահզոր կանանցից մեկը։ Ինձ ուժը չի հետաքրքրում, ասաց Անահիտը։ Ես պարզապես ուզում եմ պաշտպանել իմ որդուն, իմ արժանապատվությունը։ Եվ դուք երկուսն էլ կանեք, երաշխավորեց Ջուլիան։ Բայց նախ, մենք պետք է վերադառնանք այդ սրահ։ Անահիտը զարմացած նայեց նրան։ Վերադառնանք։ Ինչո՞վ։ Որովհետև դուք չեք կարող թույլ տալ, որ նրանք մտածեն, թե հաղթել են, բացատրեց Ջուլիան։ Դուք պետք է դիմակայեք նրանց։ Ոչ միայն որպես Անահիտ, դեն նետված կին, այլ որպես Անահիտ Մելիքյան կորպորացիայի ժառանգորդ գլխավոր բաժնետեր։ Դուք պետք է նայեք նրանց աչքերին, ցույց տաք, որ նրանք ձեզ վրա ոչ մի իշխանություն չունեն։ Անահիտը սառը զգաց որովայնում։ Այդ սրահ վերադառնալու, նորից Սաթենիկին, Արմանին, Լիլիթին դիմակայելու գաղափարը սարսափելի էր։ Բայց մի նույն ժամանակ, ինչ-որ բան իր ներսում արձագանքեց Ջուլիայի խոսքերին։ Նա հոգնել էր փախչելուց, հոգնել էր կծկվելուց, հոգնել էր թույլ տալուց, որ ուրիշները սահմանեն իր արժեքը։ Բժշկուհի Հասմիկը մեղմորեն դիպավ նրա թին։ Դուք դրա համար բավականաչափ ուժեղ եք։ Ֆիզիկապես, նկատի ունեմ։ Ձեր ճնշումը բարձր էր։ Անահիտը նայեց երկու կանանց, ովքեր րոպեների ընթացքում դարձել էին իր դաշնակիցները։ Հետո նայեց իր սեփական արտացոլանքին սպասասրահի պատի հայելու մեջ։ Աչքերը կարմիր էին լաց լինելուց, շպարը քսվել էր, բայց հիմա դեմքին մի ուրիշ բան կար։ Մի վճռականություն, որը նախկինում չկար։ Այո, ասաց Անահիտը, զգուշորեն բարձրանալով բազմոցից։ Ես պատրաստ եմ։ Ջուլիան ժպտաց, բացելով իր պայուսակը, հանելով որոշ փաստաթղթեր։ Ապա ահա թե ինչ ենք անելու։ Ես այստեղ ունեմ ձեր պապի կտակի բաժնետոմսերի սեփականության վկայականների հաստատված պատճենները։ Նա ունեմ Մելիքյան կորպորացիայի նախագահի, ձեր հորեղբոր Տիգրանի ուղիղ կոնտակտը։ Մենք հիմա կապ կհաստատենք նրա հետ, կհաստատենք ձեր ինքնությունն ու դիրքը, հետո դուք կվերադառնաք այդ սրահ, բոլորին կպատմեք, թե ով եք դուք իրականում։ Անահիտը վերցրեց փաստաթղթերը, ձեռքերը թեթակի դողում էին, երբ նայում էր դրանց։ Ահա, պաշտոնական ձաթղթի վրա, իր ժառանգության ապացույցը։ Ապացույցը, որ նա ոչ միայն Անահիտն էր, Գյումրիի սովորական աղջիկը։ Նա Անահիտ Մելիքյանն էր, Ռուբեն Մելիքյանի թոռնուհին, մի կայսրության ժառանգորդը։ Ջուլիան արդեն համար էր հավաքում իր հեռախոսով։ Ալո, Տիգրան։ Ես Ջուլիա Ավետիսյանն եմ, փաստաբան։ Ես շտապ իրավիճակ ունեմ, կապված ձեր զարմուհու, Անահիտի հետ։ Այո, Անահիտի։ Նա հիմա այստեղ է, ինձ հետ կարիք ունի, որ դուք հաստատեք նրա ինքնությունն ու դիրքը ընկերությունում որոշ մարդկանց համար։ Կարող եք գալ Արարատ համալիր։ Հիանալի է։ Որքան ժամանակից։ 20 րոպե։ Կատարյալ է։ Ջուլիան անջատեց նայեց Անահիտին։ Ձեր հորեղբայրը ճանապարհին է։ Նա կժամանի կորպորացիայի խորհրդի որոշ անդամների հետ միասին։ Երբ դուք միասին մտնեք այդ սրահ, ոչ մի կասկած չի լինի, թե ով եք դուք, որն է ձեր արժեքը։ Անահիտը գլխով արեց, զգալով նյարդայնության սպասման խառնուրդ։ Նա մտածեց Սաթենիկի մասին, թե ինչպես էր Маտրիարխը փորձել նվաստացնել իրեն, ասել, որ ինքը ոչինչ է։ Մտածեց Արմանի մասին, ով լուռ էր մնացել, մինչ մայրը ոչնչացնում էր իրեն։ Մտածեց Լիլիթի մասին, իր կարմիր զգեստով ինքնահավան ժպիտով։ Եվ հետո Անահիտը ժպտաց։ Դա ուրախության կամ վրեժի ժպիտ չէր։ Դա մեկի ժպիտն էր, ով վերջապես հասկացել էր իր սեփական արժեքը, ով վերջապես պատրաստ էր զբաղեցնել իր տեղն աշխարհում։ Եկեք անենք դա, ասաց նա։ 20 րոպե սպասելը հավերժություն թվաց։ Անահիտը մնաց սպասասրահում, խորը շնչելով, փորձելով հանգստացնել նյարդերը, որոնք սպառնում էին տիրել իրեն։
Բժշկուհի հասմիկը պնդել էր, որ նա ջուր խմի մի քանի թխվածքաբլիթ ուտի, արյան մեջ շաքարի մակարդակը կայունացնելու համար։ Ջուլիան մինչդեռ զանգեր էր կատարում վերանայում փաստաթղթերը, պատրաստելով գալիք բացահայտման յուրաքանչյուր մանրուք։ Վերջապես, սպասասրահի դուռը բացվեց, մի բարձրահասակ տղամարդ ներս մտավ։ Նա մոտ 55 տարեկան էր, ալեհեր, լավ կտրված մազերով անթերի կոստյումով։ Նրա աչքերը, սակայն, բարի էին, երբ հանդիպեցին Անահիտի աչքերին, լցվեցին հուզմունքով։ Անահիտ, ասաց Տիգրան Մելիքյանը, արագ անցնելով սենյակը գրկելով իր զարմուհուն։ Իմ սիրելի աղջիկ։ Ջուլիան ինձ պատմեց այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Ես շատ եմ ցավում։ Շատ։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից սկսում են թափվել, բայց այս անգամ դրանք թեթացման արցունքներ էին։ Տիգրան հորեղբայր, շշնջաց նա, գրկելով նրան։ Ես չգիտեի, ինչ անել։ Ինձ այնքան մենակ էի զգում։ Տիգրանը հեռացավ, Անահիտի դեմքը բռնելով իր ձեռքերի մեջ։ Դու երբեք մենակ չես, ասաց նա վստահորեն։ Դու Մելիքյան ես։ Իսկ Մելիքյանների ընտանիքը պաշտպանում է իրենցը։ Պապդ այնքան հպարտ կլիներ այն կնոջով, որը դու դարձել ես։ Նա շրջվեց դեպի Ջուլիան։ Շնորհակալ եմ, որ կապ հաստատեցիք ինձ հետ։ Ինձ հետ բերել եմ մեր գործադիր խորհրդի 3 անդամների, բոլորը պատրաստ են վկայելու հաստատելու Անահիտի դիրքը ընկերությունում։ Նրանք սպասում են դրսում։ Կատարյալ է, ասաց Ջուլիան։ Անահիտ, պատրաստ եք։ Անահիտը խորը շունչ քաշեց, ձեռքը դնելով որովայնի վրա։ Այո, պատասխանեց նա, ձայնը վստահ։ Խումբը դուրս եկավ սպասասրահից միջանցքով քայլեց դեպի գլխավոր սրահ։ Անահիտը լսում էր ներսում հնչող երաժշտությունը, խոսակցությունների շշուկը։ Երբ հասան սրահ տանող։ Կորոշի քեզ տալ։ Անահիտը զայրույթի ալիք զգաց, որը բարձրանում էր իր մարմնով։ Ոչ, ասաց նա, ձայնն այժմ ավելի վստահ։ Ես իմ երեխային ոչ մեկի ողորմությամբ չեմ մեծացնելու։ Հատկապես ոչ մանուկյան ընտանիքի։ Լիլիթը հոնքը բարձրացրեց։ Օ! Եվ ինչպես ես դա պատրաստվում անել։ Այն օգնականի աշխատավարձով, որը ստանում էիր մինչ ամուսնանալը։ Խնդրում եմ։ Դու կվերադառնաս քո խղճուկ կյանքին Գյումրիում, մենք բոլորս կմոռանանք, որ դու գոյություն ես ունեցել։ Հենց այդ պահին Անահիտը որոշեց։ Նա պատմելու էր։ Բացահայտելու էր այն գաղտնիքը, որն այդքան խնամքով պահել էր 3 տարի։ Մի գաղտնիք, որի մասին նույնիսկ Արմանը չգիտեր, որովհետև նա խոստացել էր իր պապին, որ գաղտնիք կպահի մինչ ճիշտ պահը։ Եվ եթե դա ճիշտ պահը չէր, նա չգիտեր, թե որը կլիներ։ Բայց նախքան նա կկարողանար խոսել, սպասասրահի դուռը նորից բացվեց, մի բարձրահասակ, էլեգանտ կին ներս մտավ։ Նա մոտ 40 տարեկան էր, սմազերը հավաքված էին անթերի կոկոնի մեջ, հագել էր մոխրագույն բաճկոնի տաբատի համադրություն, որը ճչում էր հեղինակության պրոֆեսիոնալիզմի մասին։ Դա Ջուլիա Ավետիսյանն էր։ Անահիտ, ասաց Ջուլիան, արագ անցնելով սպասասրահով։ Լավ եք։ Այո, պատասխանեց Անահիտը, հասմիկի օգնությամբ բարձրանալով բազմոցից։ Շնորհակալ եմ, որ այդքան արագ եկաք։ Ջուլիան նայեց Լիլիթին, աչքերը կկոցելով։ Իսկ դուք ո՞վ եք։ Լիլիթ Սահակյան, պատասխանեց նա, դեռ պահպանելով իր ամբարտավան տոնը։ Արման Մանուկյանի նշանածը։ Ջուլիան կարծես թե չտպավորվեց։ Հասկանալի է։ Դե, ես պետք է առանձին խոսեմ իմ հաճախորդի հետ։ Կարող եք հեռանալ։ Լիլիթը մի պահ նայեց նրան, ակնհայտորեն զայրացած այն հեղինակությունից, որը Ջուլիան ճառագում էր։ Բայց հետո նա նորից ժպտաց այն կեղծ ժպիտով։ Իհարկե։ Ամեն դեպքում, ես արդեն ասացի այն ամենը, ինչի համար եկել էի։ Անահիտ, հաճելի էր պարզաբանել ամեն ինչ։ Հուսով եմ, ճիշտ որոշում կկայացնես կստորագրես թղթերը։ Դա բոլորի համար ավելի լավ կլինի։ Դրանով Լիլիթը շրջվեց դուրս եկավ սպասասրահից, օդում թողնելով թանկարժեք օծանելիքի հետք։ Հենց որ դուռը փակվեց, Անահիտը զգաց, որ ոտքերը նորից տեղի են տալիս, Ջուլիան արագ բռնեց նրան, օգնելով նստել։ Պատմեք ինձ ամեն ինչ, ասաց Ջուլիան, աթոռ քաշելով Անահիտի դիմաց նստելու համար։ Սկզբից։ Անահիտը խորը շունչ քաշեց, սկսեց պատմել գիշերվա իրադարձությունները։
Բեմ կանչելը, ամուսնալուծության պայմանագիրը, Սաթենիկի սպառնալիքները, Արմանի Լիլիթի նշանադրության բացահայտումը։ Յուրաքանչյուր մանրամասնի հետ Ջուլիան նշումներ էր անում պլանշետի վրա, դեմքն ավելի ու ավելի լրջանում էր։ Սա անընդունելի է, ասաց Ջուլիան, երբ Անահիտն ավարտեց։ Հրապարակային հարկադրանք, սպառնալիքներ, ծայրահեղ հուզական ճնշման տակ իրավական փաստաթղթերի ստորագրման փորձ։ Նրանք չեն կարող դա անել, Անահիտ։ Դա անօրինական է։ Բայց նրանք ուժ ունեն, մեղմորեն ասաց Անահիտը։ Սաթենիկը չէր կատակում, երբ ասում էր, որ կարող է ոչնչացնել իմ կյանքը։ Մանուկյան ընտանիքը կապեր ունի ամենուր։ Քաղաքական գործիչներ, դատավորներ, գործարարներ։ Ջուլիան առաջ թեքվեց, աչքերը հանդիպելով Անահիտի աչքերին։ Անահիտ, երբ մենք հանդիպեցինք ձեր կտակը կազմելու համար, դուք նշեցիք, որ ձեր ընտանիքի մասին կարևոր բան կա, մի բան, որը դուք պատրաստ չէիք քննարկել։ Դուք ասացիք, որ ճիշտ պահին ինձ կպատմեք։ Դե, կարծում եմ, այդ պահը եկել է։ Անահիտը նայեց բժշկուհի Հասմիկին, ով քաջալերող գլխով արեց։ Հետո Անահիտը նորից նայեց Ջուլիային, կայացրեց վերջնական որոշումը։ Ժամանակն էր։ Ավելի քան ժամանակն էր։ Պապս, սկսեց Անահիտը, ձայնը ցածր, բայց վստահ, Ռուբեն Մելիքյանն էր։ Ձեզ ծանոթ է այդ անունը։ Ջուլիան թարթեց, զարմացած։ Ռուբեն Մելիքյանը։ Գործարարը։ Մելիքյան կորպորացիայի հիմնադիրը։ Անահիտը գլխով արեց։ Այո։ Պապս։ Մելիքյան կորպորացիան Հայաստանի խոշորագույն կոնգլոմերատներից մեկն էր, որը չափերով ազդեցությամբ մրցակցում էր Մանուկյան գրուպի հետ։ Գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում, շինարարությունից մինչ տեխնոլոգիաներ, ընկերությունը հայտնի էր իր նորարարությամբ էթիկական գործելավոճով։ Ռուբեն Մելիքյանը լեգենդար դեմք էր բիզնես աշխարհում, ով իր կայսրությունը կառուցել էր 0-ից 50 տարվա ընթացքում։ Բայց Ռուբեն Մելիքյանը, վարանելով ասաց Ջուլիան, նա մահացել է մոտ 2 տարի առաջ, այնպես չէ։ Այո, հաստատեց Անահիտը, զգալով, թե ինչպես են արցունքները նորից սկսում հավաքվել, բայց այս անգամ կարոտից։ Նա մահացավ իմ Արմանի ամուսնությունից կարճ ժամանակ անց։ Սրտի կաթված էր, շատ հանկարծակի։ Հիշում եմ, մեղմորեն ասաց Ջուլիան։ Բոլոր լրատվամիջոցներով լուր էր։ Բայց Անահիտ, եթե դուք նրա թոռնուհին եք, ինչու դա երբեք չի հրապարակվել։ Ինչու Արմանն ու Մանուկյան ընտանիքը չգիտեն։ Անահիտը խորը շունչ քաշեց, պատրաստվելով պատմել ամբողջ պատմությունը։ Պապս 2 որդի ուներ։ Հայրս, Գագիկ Մելիքյանը, հորեղբայրս, Տիգրան Մելիքյանը։ Հայրս ու պապս լուրջ տարաձայնություն ունեցան, երբ ես երեխա էի։ Ինչ-որ բան բիզնեսի ուղղության, գործարար էթիկայի մասին։ Հայրս ուզում էր, որ ընկերությունը մի ձով ընդլայնվի, պապս համաձայն չէր։ Տարաձայնությունը սրվեց, հայրս ի վերջո հեռացավ ընկերությունից։ Նա տեղափոխվեց Գյումրի, սկսեց իր սեփական հաշվապահական խորհրդատվության բիզնը, խզեց կապերը պապիս հետ։ Եվ դուք մեծացել եք առանց պապի հետ շփման, հարցրեց Հասմիկը, հիացած պատմությունից։ Ճիշտ այդպես, շարունակեց Անահիտը։ Ես գիտեի, թե ով է նա, տեսնում էի նրա անունը լրատվամիջոցներում, բայց նա ինձ համար օտարի պես էր։ Մինչ որ 4 տարի առաջ նա ինձ փնտրեց։ Նա հիվանդ էր, արդեն գիտեր, որ իր ժամանակը սպառվում է։ Նա ուզում էր հաշտվել հորս հետ, բայց հիմնականում ուզում էր ինձ ճանաչել։ Անահիտը դադար տվեց, հիշելով այդ առաջին հանդիպումը։ Պապը բարձրահասակ տպավորիչ տղամարդ էր, նույնիսկ հիվանդությունից թուլացած։ Բայց աչքերը բարի էին, երբ նա գրկեց իրեն, Անահիտը զգաց, կարծես իր մի մասը, որը պակասում էր, վերջապես իր տեղը գտավ։ Մենք 2 տարի ճանաչեցինք իրար, ասաց Անահիտը։ Նա երբեք չփորձեց խառնվել իմ կյանքին, երբեք չփորձեց օգտագործել իր փողը կամ ուժը ինձ վրա ազդելու համար։ Նա պարզապես ուզում էր թոռնուհի ունենալ, իսկ ես ուզում էի պապ ունենալ։ Այդքան պարզ։ Ջուլիան արագ գրում էր իր պլանշետի վրա։ Իսկ նրա կտակը։ Դուք ինչպես եք դրանում տեղավորվում։ Անահիտը տխուր ժպտաց։ Հորեղբայրս, Տիգրանը, ստանձնեց Մելիքյան կորպորացիայի նախագահի պաշտոնը պապիս մահից հետո, ինչպես միշտ պլանավորված էր։ Բայց կտակում պապս ընկերության բաժնետոմսերի 40%-ը թողեց ինձ։ Մյուս 60%-ը բաժանվեց հորեղբորս հորս միջ։
Նա ուզում էր երաշխավորել, որ ես նշանակալի դիրք ունենամ ընկերությունում, բայց նա ուզում էր, որ ես ապացուցեմ իմ արժեքը, նախքան որ ակտիվ դեր ստանձնելը։ 40%, կրկնեց Ջուլիան, աչքերը լայն բացված։ Անահիտ, դուք գաղափար ունեք, թե դա ինչ է նշանակում։ Դուք Մելիքյան կորպորացիայի երկրորդ խոշորագույն անհատ բաժնետերն եք։ Դուք ձայնի իրավունք ունեք ընկերության բոլոր հիմնական որոշումներում։ Գիտեմ, ասաց Անահիտը։ Բայց պայմաններ կային։ Պապս սահմանել էր, որ ես պետք է ավարտեմ իմ երկփեղկ դռներին, Տիգրանը կանգ առավ նայեց իր զարմուհուն։ Թույլ տուր, ես առաջինը խոսեմ, ասաց նա։ Բայց հետո, դու պետք է խոսես քո անունից։ Դու պետք է ցույց տաս նրանց, թե ով ես դու։ Անահիտը գլխով արեց, զգալով, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Դռները բացվեցին, խումբը մտավ սրահ։ Երաժշտությունն անմիջապես դադարեց, բոլոր գլուխները շրջվեցին նայելու։ Տիգրան Մելիքյանի Մելիքյան կորպորացիայի նախագահի տեսարանը, ով մտնում էր իր գործադիր խորհրդի անդամների ուղեկցությամբ, անմիջապես իրարանցում առաջացրեց։ Սաթենիկը նորից բեմում էր, ըստ ելույթին շարունակելով իր զրպարտության արշավը Անահիտի դեմ։ Երբ տեսավ Տիգրանին, դեմքը տեսանելիորեն գունատվեց։ Արմանը, ով նստած էր գլխավոր սեղանի շուրջ Լիլիթի կողքին, շփոթված վեր կացավ։ Տիգրան Մելիքյանը վստահ քայլերով մոտեցավ բեմին, Անահիտը նրա կողքին։ Մելիքյան կորպորացիայի 3 գործադիրները հետում էին նրանց տպավորիչ ներկայությունը լռեցնում էր սրահում դեռ շարունակվող ցանկացած խոսակցություն։ Բարի երեկո բոլորին, ասաց Տիգրանը, նրա հեղինակավոր ձայնն արձագանքեց ձայնային համակարգով։ Ներողություն եմ խնդրում ընդհատման համար, բայց կարծում եմ որոշ թյուրիմացություններ կան, որոնք պետք է անհապաղ պարզաբանվեն։ Սաթենիկը փորձեց վերականգնել հանգստությունը։ Տիգրան, ասաց նա, ստիպված ժպտալով։ Ինչ անակնկալ է ձեզ այստեղ տեսնելը։ Չգիտեի, որ հյուրերի ցանկում եք։ Տիգրանն անտեսեց նրան, շրջվելով դեպի հանդիսատեսը։ Ձեզանից շատերն ինձ ճանաչում են։ Ձեզանից ոմանք տարիներ շարունակ գործ են անում Մելիքյան կորպորացիայի հետ։ Եվ դուք բոլորդ գիտեք, որ իմ հայրը Ռուբեն Մելիքյանը մեր ընկերությունը կառուցել է հիմնարար արժեքների վրա՝ ազնվություն, հարգանք ազնվություն։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ խոսքերը հնչեն։ Հետո շարունակեց. Մի քանի րոպե առաջ իմացա, որ այս գիշեր այստեղ մի զազրելի իրավիճակ է տեղի ունեցել։ Մի իրավիճակ, որը հակասում է այն ամենին, ինչ ներկայացնում է իմ ընտանիքը։ Եվ ես չեմ կարող, մաքուր խղճով, լուռ մնալ։ Սաթենիկը փորձեց միջամտել։ Տիգրան, սա մանուկյան ընտանիքի հարց է։ Ձեզ չի վերաբերում։ Բայց վերաբերում է, հակադարձեց Տիգրանը, ձայնը կտրուկ։ Շատ է վերաբերում ինձ։ Որովհետև այն կինը, ում դուք փորձեցիք նվաստացնել այս գիշեր, այն կինը, ում դուք վերաբերվեցիք, կարծես աննշան լիներ, իմ զարմուհին է։ Անահիտ Մելիքյանը։ Ցնցման շշուկ տարածվեց սրահում։ Մարդիկ սկսեցին շշնջալ իրար մեջ, նայելով Անահիտից Տիգրանին հետ։ Արմանն անշարժ էր, դեմքը ցույց էր տալիս լիակատար անհավատություն։ Լիլիթը կորցրել էր իր ինքնահավան ժպիտը, աչքերը լայն բացված էին զարմանքից։ Սուտ է, ասաց Սաթենիկը, բայց ձայնը թույլ էր։ Անահիտը Գյումրիից է։ Սովորական ընտանիքից։ Նա ոչ մի կապ չունի Մելիքյանների հետ։ Անահիտը մի քայլ առաջ արեց, ձայնը պարզ վստահ։ Հայրս Գագիկ Մելիքյանն է, Ռուբեն Մելիքյանի ավագ որդին։ Նա հեռացել է ընկերությունից շատ տարիներ առաջ, պապիս հետ անձնական տարաձայնությունների պատճառով։ Բայց ես, այո, Ռուբեն Մելիքյանի թոռնուհին եմ։ Եվ ավելին, նա դադար տվեց, հանելով փաստաթղթերը, որոնք Ջուլիան տվել էր իրեն, ես Մելիքյան կորպորացիայի բաժնետեր եմ։ Ջուլիան առաջ եկավ, վերցնելով խոսափողը։ Ես փաստաբան Ջուլիա Ավետիսյանն եմ, Անահիտի փաստաբանը։ Ես այստեղ ունեմ հաստատված փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Անահիտ Մելիքյանը Մելիքյան կորպորացիայի բաժնետոմսերի 40%-ի սեփականատերն է, ինչպես սահմանված է Ռուբեն Մելիքյանի կտակում։ Այսօր կեսգիշերից նա պաշտոնապես ստանձնում է իր տեղը ընկերության գործադիր խորհրդում։ Շշուկները վերածվեցին լսելի բացականչությունների։ Մելիքյան կորպորացիայի 40%-ը միլիարդներ արժեր։ Անահիտը ոչ միայն հարուստ էր, նա արտակարգ հզոր էր հայկական կորպորատիվ աշխարհում։ Արմանը վերջապես գտավ իր ձայնը։ Անահիտ, ասաց նա, ձայնը դողում էր։
Ինչու երբեք ինձ չես պատմել։ Անահիտը նայեց նրան, այդ պահին այն ամբողջ սերը, որը նա զգացել էր նրա հանդեպ, վերածվեց մոխրի։ Որովհետ պապս խնդրեց գաղտնի պահել, մինչ ես պատրաստ լինեմ ստանձնելու իմ պաշտոնը։ Նա ուզում էր, որ ես իմ կյանքով ապրեմ, առանց որ մարդիկ ինձ տեսնեն միայն որպես ժառանգորդուհի։ Նա ուզում էր, որ ինձ սիրեն նրա համար, թե ով եմ ես, ոչ թե նրա համար, թե ինչ ունեմ։ Նա դադար տվեց, ձայնը ուժգնանալով։ Եվ հիմա ես գիտեմ։ Դու երբեք ինձ չես սիրել, Արման։ Դու ինձ տեսնում էիր որպես հարմար, որպես ժամանակավոր։ Եվ երբ մայրդ որոշեց, որ ես այլս պետք չեմ, դու ոչ խիզախություն, ոչ էլ բնավորություն չունեցար ինձ պաշտպանելու։ Արմանը բացեց բերանը պատասխանելու, բայց Անահիտը շարունակեց. 3 տարի, Արման։ 3 տարվա ամուսնություն, դու չկարողացար իմ կողքին լինել, երբ ես ամենաշատն էի քո կարիքն ունեցել։ Դու լուռ մնացիր, մինչ մայրդ ինձ հրապարակավ նվաստացնում էր։ Դու քո սիրուհուն բերեցիր այս միջոցառմանը հայտարարեցիր ձեր նշանադրության մասին, մինչ քո հղի կինը սրահում էր։ Անահիտի խոսքերն արձագանքում էին համալիրում։ Որոշ հյուրեր անհարմար էին զգում, մյուսները վրդովված։ Պատմությունը արագ փոխվում էր, այժմ Արմանն ու Սաթենիկն էին հանրային դատաստանի տակ։ Սաթենիկը փորձեց վերականգնել վերահսկողությունը։ Սա անհեթեթություն է, ասաց նա, ձայնը բարձրանալով։ Նույնիսկ եթե Անահիտն այն է, ով ասում է, դա չի փոխում այն փաստը, որ իմ որդին նրան այլս չի սիրում։ Ամուսնալուծությունը մի նույն է տեղի կունենա։ Անահիտը սառը ժպտաց։ Այո, ամուսնալուծությունը տեղի կունենա։ Բայց ոչ ձեր պայմաններով, Սաթենիկ։ Կլինի իմ պայմաններով։ Եվ հավատացեք, ես ունեմ երկրի լավագույն փաստաբաններին իմ տրամադրության տակ։ Ջուլիան նորից մի քայլ առաջ արեց։ Բացի այդ, կա հրապարակային հարկադրանքի հարցը։ Ծայրահեղ հուզական ճնշման տակ մեկին ստիպել ստորագրել իրավական փաստաթղթեր, անօրինական է։ Անահիտը ավելի քան բավարար հիմքեր ունի դատի տալու ոչ միայն ամուսնալուծության, այլ բարոյական վնասի համար։ Եվ ավելին կա, խոսեց Մելիքյան կորպորացիայի գործադիրներից մեկը, ակնոցով սպիտակ մազերով մի տղամարդ։ Մելիքյան կորպորացիան նշանակալի գործարար կապեր ունի այս գիշեր այստեղ ներկայացված ընկերություններից շատերի հետ։ Մեր հաճախորդներն ու գործընկերները գնահատում են ազնվությունն ու էթիկան։ Այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր այստեղ, անշուշտ հաշվի կառնվի մեր հետագա բանակցություններում։ Քողարկված սպառնալիքը պարզ էր։ Մանուկյան ընտանիքի հետ կապվելն այժմ նշանակում էր վտանգել գործարար հարաբերությունները Մելիքյան կորպորացիայի հետ։ Եվ այդ սրահում գտնվող մարդկանցից շատերը չէին կարող իրենց թույլ տալ կորցնել նման կապերը։ Անահիտը նայում էր, թե ինչպես է Սաթենիկը մշակում այդ տեղեկատվությունը։ Առաջին անգամ, երբ Անահիտը նրան ճանաչում էր, Маտրիարխը իսկապես ցնցված էր թվում։ Այն իշխանությունը, որը նա այդքան անխնագործադրել էր, այժմ շրջվում էր իր դեմ։ Լիլիթը, ով մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես փորձեց միջամտել։ Բայց Արմանն ու ես սիրահարված ենք, ասաց նա, ձայնը հուսահատ հնչելով։ Սա ոչ մի կապ չունի փողի կամ իշխանության հետ։ Չունի, հարցրեց Անահիտը, շրջվելով դեպի մոդելը։ Ապա ինչու սպասեցիր մինչ այս գիշեր, ձեր նշանադրությունը հրապարակելու համար։ Ինչո՞վ։ Ընտրեցիր հենց այն պահը, երբ Մանուկյան ընտանիքը փորձում էր ինձ դեն նետել, քո մեծ հայտարարությունն անելու համար։ Լիլիթը գունատվեց, առանց պատասխանի։ Անահիտը շարունակեց. Դու մտածում էիր, որ մրցանակ ես շահում, Լիլիթ։ Մտածում էիր, որ Արմանն ու Մանուկյան ընտանիքը հասարակության գագաթն են։ Բայց թույլ տուր քեզ մի բան ասեմ։ Նա քոնն է։ Որովհետև անողնաշար տղամարդը մի տղամարդ, ով խիզախություն չունի պաշտպանելու իր սեփական հղի կնոջը, ոչ մի մրցանակ չէ։ Արմանը մի քայլ առաջ արեց, արտահայտությունը զայրույթի հուսահատության խառնուրդ էր։ Անահիտ, դու այնպես ես ներկայացնում, կարծես ես եմ այստեղ չարագործը։ Բայց մեր ամուսնությունն ամիսներ առաջ ավարտվել էր։ Դու դա գիտես։ Ավարտվել էր, որովհետև դու սիրավեպ ունեիր, հակադարձեց Անահիտը։ Ավարտվել էր, որովհետև դու երբեք իսկապես ինձ նվիրված չէիր։ Բայց նույնիսկ այդ դեպքում ես հարգանքի էի արժանի։ Ես ազնվության էի արժանի։ Եվ անշուշտ արժանի էի չնվաստացվել հրապարակավ, մինչ կրում եմ քո երեխային։ Նա երկու ձեռքերը դրեց որովայնի վրա, զգալով երեխայի շարժը։
Այս երեխան, շարունակեց նա, ձայնը թեթակի կոտրվելով, բայց մնալով վստահ, կմեծանա, իմանալով իր իրական արժեքը։ Կմեծանա մի ընտանիքում, որը նրան սիրում հարգում է։ Կմեծանա Մելիքյան ազգանունով, մի անուն, որը ներկայացնում է ավելին, քան ագահությունն ու դաժանությունը։ Տիգրանը պաշտպանող ձեռքը դրեց Անահիտի ուսին։ Իմ զարմուհին ունի Մելիքյան կորպորացիայի Մելիքյան ընտանիքի լիակատար աջակցությունը, հայտարարեց նա։ Նրան կամ երեխային վնասելու ցանկացած փորձ կդիտվի որպես ուղղակի հարձակում մեր դեմ։ Եվ մենք երաշխավորում ենք, որ պատշաճ կերպով կարձագանքենք։ Սաթենիկը վերջապես կարծես թե հասկացավ իրավիճակի լրջությունը։ Նա լիովին թերագնահատել էր Անահիտին, ենթադրել էր, որ նա պարզապես սովորական աղջիկ է, առանց ռեսուրսների կամ կապերի։ Եվ այժմ վճարում էր այդ ամբարտավանության գինը։ Անահիտ, սկսեց Սաթենիկը, վերջին անգամ փորձելով վերականգնել որոշակի վերահսկողություն։ Պետք չէ այսպես լինի։ Մենք կարող ենք սա լուծել քաղաքակիրթ, առանձին։ Ոչ, վստահորեն ասաց Անահիտը։ Դուք ընտրեցիք սա անել հրապարակավ։ Դուք ընտրեցիք ինձ նվաստացնել հարյուրավոր մարդկանց առաջ։ Այնպես որ հիմա բոլորը կիմանան ճշմարտությունը։ Կիմանան, որ դուք փորձել եք վախեցնել դեն նետել ձեր թոռան մորը։ Կիմանան, որ դուք արտաքին տեսքն ու կարգավիճակը գերադասել եք հիմնական մարդկային արժանապատվությունից։ Անահիտը շրջվեց դեպի հանդիսատեսը։ Ուզում եմ, որ դուք բոլորդ իմանաք, որ ես սա չեմ փնտրել։ Ես ուշադրություն չէի ուզում, դրամա չէի ուզում։ Ես պարզապես ուզում էի երջանիկ ամուսնություն ունենալ, իմ երեխային խաղաղության մեջ մեծացնել։ Բայց ինձ զրկեցին այդ հնարավորությունից։ Ինձ ստիպեցին բացահայտել, թե ով եմ ես, ինձ պաշտպանելու համար։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ իր խոսքերը հնչեն։ Եվ հիմա, երբ գիտեք, հուսով եմ կհասկանաք մի բան։ Փողն ու իշխանությունը չեն սահմանում մարդու արժեքը։ Պապս միլիարդներ ուներ, բայց այն, ինչ նա ամենաշատն էր գնահատում, ազնվությունն էր։ Նա կայսրություն կառուցեց, այո, բայց դա արեց ազնվությամբ հարգանքով բոլորի նկատմամբ։ Անահիտն ուղիղ նայեց Սաթենիկին։ Ցավալի է, որ մանուկյան ընտանիքը չի կիսում այդ արժեքները։ Սրահում լռությունը բացարձակ էր։ Ոչ ոք չէր համարձակվում խոսել։ Հետո, դանդաղ, ինչ-որ մեկը սկսեց ծափահարել։ Դա բժշկուհիի Հասմիկն էր։ Մյուսները միացան նրան, սկզբում վարանելով, հետո ավելի մեծ համոզմունքով։ Մի քանի վայրկյանում սրահի մեծ մասը ծափահարում էր Անահիտին։ Սաթենիկը նայում էր, դեմքը կարմրած նվաստացումից զայրույթից։ Արմանը գլխի կոր էր, անկարող որը մեկի դեմքին նայել։ Լիլիթը նահանջել էր ստվերների մեջ, նրա կարմիր զգեստն այլս հաղթանակի խորհրդանիշ չէր, այլ ընդհանուր ամոթի։ Անահիտը խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է հսկայական բեռ ընկնում իր ուսերից։ Նա արել էր դա։ Դիմակայել էր իրեն նեղացնողներին, վերականգնել իր արժանապատվությունը, ցույց տվել, որ ոչ մեկի զոհը չէ։ Ջուլիան մոտեցավ նոր փաստաթղթով։ Անահիտ, ասաց նա մեղմորեն։ Պետք է սա ստորագրեք։ Սա ժամանակավոր արգելանքի որոշում է Արմանի Սաթենիկի դեմ։ Դա կերաշխավորի, որ նրանք չեն կարող մոտենալ ձեզ կամ փորձել կապ հաստատել, մինչ իրավական հարցերը լուծվեն։ Անահիտը վերցրեց գրիչը, որը Ջուլիան առաջարկեց, առանց վարանելու ստորագրեց փաստաթուղթը։ Հետո նայեց Տիգրանին։ Հորեղբայր, ասաց նա, կարող եք ինձ տուն տանել։ Ես այլս չեմ կարող այստեղ մնալ։ Իհարկե, սիրելիս, պատասխանեց Տիգրանը, առաջարկելով իր թ. Գնացինք։ Մինչ Անահիտը քայլում էր դեպի ելք, հենված իր հորեղբորը, նա անցավ Արմանի կողքով։ Մի կարճ պահ նրանց հայացքները հանդիպեցին։ Այնքան բան կար, որ նա ուզում էր ասել, այնքան մեղադրանքներ, որ ուզում էր անել։ Բայց ի վերջո, միայն մի բան էր կարող։ Մնաս բարով, Արման, պարզապես ասաց նա։ Նա չպատասխանեց։ Գուցե ոչինչ չկար, որ նա կարողանար ասել, որը այդ պահին որը տարբերություն կտար։ Անահիտը համալիրից դուրս եկավ Երանի զով գիշեր։ Մաքուր օդը լցրեց նրա թոքերը, նա զգաց, կարծես ժամեր շարունակ առաջին անգամ ազատ շնչում էր։ Լիմուզինը սպասում էր շենքի դիմաց, Տիգրանն օգնեց նրան նստել։ Ո՞ր, տիկին, հարցրեց վարորդը։ Տուն, ասաց Անահիտը։ Բայց հետո դադար տվեց։ Իրականում, ոչ։ Տիգրան հորեղբոր բնակարան։
Ես չեմ ուզում վերադառնալ այն վայրը, որը կիսել եմ Արմանի հետ։ Իհարկե, համաձայնեց Տիգրանը։ Դու կարող ես ինձ մոտ մնալ, որքան անհրաժեշտ լինի։ Եվ վաղը մենք կսկսենք կազմակերպել ամեն ինչ։ Ամուսնալուծությունը, երեխայի խնամակալությունը, քո դիրքը ընկերությունում։ Քայլ առ քայլ։ Անահիտը հենվեց կաշվե նստատեղին, փակելով աչքերը։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ամեն ինչի համար։ Դու պետք չէ ինձ շնորհակալություն հայտնես, ասաց Տիգրանը, բռնելով նրա ձեռքը։ Դու ընտանիք ես։ Իսկ ընտանիքը հոգ է տանում իրար մասին։ Մինչ մեքենան անցնում էր Երանի փողոցներով, Անահիտը երկու ձեռքերը դրեց որովայնի վրա։ Նա մտածեց իր երեխայի մասին, ով կծնվեր 2 ամսից մի փոքր ավելի։ Մտածեց այն աշխարհի մասին, որում այդ երեխան կմեծանար, մի աշխարհ, որտեղ նա կլիներ մի կայսրության ժառանգորդ, բայց նա մի կնոջ որդի, ով ստիպված էր պայքարել իր արժանապատվության համար։ Նա իր որդու հետ այլ կերպ կվարվեր։ Կսովորեցներ արժեքներ, կսովորեցներ հարգանք, կսովորեցներ, որ իրական ուժը գալիս է բնավորությունից, ոչ թե փողից։ Կսովորեցներ, որ դու երբեք թույլ չես տալիս, որ ինչ-որ մեկը սահմանի քո արժեքը։ Անահիտը բացեց աչքերը, նայեց պատուհանից։ Քաղաքը փայլում էր միլիոնավոր լույսերով, յուրաքանչյուրը ներկայացնելով մի կյանք, մի պատմություն։ Նա ընդամենը մեկն էր միլիոններից, բայց այդ գիշեր նա վերադարձրել էր իր ուժը։ Հրաժարվել էր զոհ լինելուց։ Ընտրել էր պայքարել։ Եվ նա հաղթել էր։ 2 ամիս անց Անահիտը Երանի լավագույն հիվանդանոցներից մեկի առանձին սենյակում էր։ Բժշկուհի Հասմիկը նրա կողքին էր, հետելով նրա կենսական նշաններին, մինչ գծկումները ուժգնանում էին։ Տիգրանը սպասում էր դրսում իր հոր Գագիկի հետ, ով Գյումրիից թռել էր, հենց իմացել էր, որ թոռը ծնվելու է։ Ամուսնալուծության գործընթացը ընթացքի մեջ էր։ Արմանը փորձել էր վիճարկել որոշ պայմաններ, բայց Անահիտի փաստաբանները Ջուլիայի գլխավորությամբ անզիջում էին։ Նա կստանար երեխային տեսակցելու իրավունք, բայց հիմնական խնամակալությունը կլիներ Անահիտինը։ Ֆինանսական փոխհատուցումը առատաձեռն կլիներ, բայց ոչ այն պայմաններով, որոնք Սաթենիկն ի սկզբանե առաջարկել էր։ Եվ ամենակարևորը, կար չզրպարտելու մասին կետ, որն արգելում էր Արմանին նրա ընտանիքին հրապարակավ խոսել Անահիտի կամ ամուսնալուծության մասին։ Սաթենիկը փորձել էր փրկել Մանուկյան ընտանիքի հեղինակությունը, բայց վնասն արդեն հասցված էր։ Ընտանիքի պահպանած շատ գործարար համագործակցությունները Մելիքյան կորպորացիայի հետ կապված ընկերությունների հետ դադարեցվել կամ կտրուկ կրճատվել էին։ Մանուկյան գրուպը սնանկանալու վտանգի տակ չէր, բայց նրա հեղինակությունը խաթարվել էր։ Լիլիթն ու Արմանը դեռ միասին էին, թե լուրեր էին պտտվում, որ հարաբերությունները լարված են։ Առանց Երանի ամենացանկալի փեսացուներից մեկի կինը լինելու փայլի, Լիլիթը հայտնաբերել էր, որ իրականությունը շատ ավելի քիչ հուզիչ է, քան պատկերացրել էր։ Բայց Անահիտն այլս նրանց մասին չէր մտածում։ Նրա կյանքն այժմ ապագայի մասին էր, ոչ թե անցյալի։ Ժամանակն է, հայտարարեց բժշկուհի Հասմիկը։ Պատրաստ եք։ Անահիտը գլխով արեց, սեղմելով բժշկուհու ձեռքը։ Այո։ Ժամեր անց, երբ նա առաջին անգամ գրկեց իր որդուն, Անահիտը մաքուր ճնշող սիրո ալիք զգաց։ Երեխան ուներ մուգ աչքեր, սմազերի փունջ։ Նա կատարյալ էր։ Ինչպես եք նրան անվանելու, մեղմորեն հարցրեց Հասմիկը։ Ռուբեն, առանց վարանելու ասաց Անահիտը։ Ի պատիվ պապիս։ Ռուբեն Գագիկի Մելիքյան։ Ուժեղ անուն է, ասաց Հասմիկը, ժպտալով։ Մի տղայի համար, ով կունենա էլ ավելի ուժեղ մայր։ Անահիտը նայեց իր որդուն, այդ փոքրիկ մարդուն, ով լիովին կախված էր իրենից։ Եվ նա լուր խոստում տվեց։ Նա կլիներ լավագույն մայրը, որ կարող էր լինել։ Կսովորեցներ իր որդուն բարության, հարգանքի, արդարության մասին։ Կսովորեցներ, որ իրական ուժը գալիս է ոչ թե վախեցնելուց կամ դաժանությունից, այլ ազնվությունից, կարեկցանքից։ Եվ մի օր, երբ Ռուբենը մեծանա հարցնի իր հոր մասին, նա կպատմի ճշմարտությունը։ Ոչ թե դառնությամբ, այլ ազնվությամբ։ Նա կբացատրի, որ երբեմն մարդիկ վատ որոշումներ են կայացնում, որ երբեմն հարաբերությունները չեն ստացվում, բայց դա չի նվազեցնում այն սերը, որը նա ունի նրա հանդեպ։ Ամիսներ անցան։ Անահիտը պաշտոնապես զբաղեցրեց իր տեղը Մելիքյան կորպորացիայի խորհրդում։
Նա ցույց տվեց, որ ժառանգել է ոչ միայն պապի անունն ու հարստությունը, այլ նրա գործարար տեսլականը, էթիկական գործելավոճի հանդեպ նվիրվածությունը։ Նրա ազդեցության տակ ընկերությունն ընդլայնեց իր սոցիալական ծրագրերը, ներդրեց կայունության ավելի խիստ քաղաքականություն, դարձավ կորպորատիվ պատասխանատվության օրինակ։ Գալա երեկույթի պատմությունը լեգենդար դարձավ Երանի գործարար շրջանակներում։ Ոմանք դա տեսնում էին որպես վրեժի հեքիաթ, մյուսները՝ որպես արդարության պատմություն։ Բայց Անահիտի համար դա պարզապես մի կնոջ պատմություն էր, ով հրաժարվեց կոտրվել, ով ուժ գտավ, երբ մտածում էր, որ այլս չունի, ով իր ամենամեծ նվաստացումը վերածեց իր ամենամեծ հաղթանակի։ Մի արոտ օր, այդ ճակատագրական գիշերվանից գրեթե 1 տարի անց, Անահիտը Մելիքյան կորպորացիայի գլխամասային գրասենյակի իր աշխատասենյակում էր։ 20-րդ հարկից նա կարող էր տեսնել ամբողջ Երանը, որը ձգվում էր մինչ հորիզոն։ Նրա որդին, այժմ 7 ամսական, խաղում էր սենյակի անկյունում տեղադրված մանեժում։ Դուռը թակեցին, Ջուլիան ներս մտավ, ձեռքին թղթապանակ։ «Լավ նորություններ ունեմ», ասաց նա, ժպտալով։ Ամուսնալուծությունը վերջնականացվել է։ Պաշտոնական է։ Անահիտը թեթացման տխրության խառնուրդ զգաց։ Թեթացում, որովհետև այդ գլուխը վերջապես փակված էր։ Տխրություն, որովհետև, չնայած ամեն ինչին, նրա մի մասը դեռ ափսոսում էր այն, ինչ կարող էր լինել։ «Ինչպե՞ս եք ձեզ զգում», հարցրեց Ջուլիան։ Անահիտը նայեց իր որդուն, ով նայում էր իրեն այդ մեծ, հետաքրքրասեր աչքերով։ «Լավ եմ», պատասխանեց նա։ «Լավից էլ լավ։ Ես խաղաղ եմ»։ Եվ դա ճշմարտություն էր։ Անահիտը սովորել էր, որ կյանքը միշտ չէ, որ հետում է մեր պատկերացրած պլանին։ Երբեմն մարդիկ, ում մենք սիրում ենք, հիասթափեցնում են մեզ։ Երբեմն մենք փորձության ենք ենթարկվում այնպիսի ձերով, որոնք երբեք չէինք պատկերացնի։ Բայց նա սովորել էր, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ կա մի ուժ, որի մասին մենք միշտ չէ, որ գիտենք, մինչ ստիպված չենք լինում գտնել այն։ Նա դիմակայել էր իր փոթորկին դուրս եկել ավելի ուժեղ։ Դավաճանությունը վերածել էր ինքնաճանաչման, նվաստացումը, հզորացման, ցավը նպատակի։ Եվ նայելով իր որդուն, այդ փոքրիկ էակին, որը ներկայացնում էր հույս նոր սկիզբներ, Անահիտը գիտեր, որ ամեն ինչ արժեր։ Որովհետև ի վերջո, նա ոչ միայն գոյատել էր։ Նա հաղթանակել էր։ Այն կինը, ով ամիսներ առաջ մտել էր այդ գալա երեկույթին, անվստահ թերագնահատված, այլս գոյություն չուներ։ Նրա տեղում Անահիտ Մելիքյանն էր, մայր, գործարար, ժառանգորդուհի, ամենից առաջ մի կին, ով գիտեր իր սեփական արժեքը։ Եվ ոչ ոք այլս երբեք չէր կարող դա խլել նրանից։